Համեստ ծագում ունեցող մի երիտասարդ աղջիկ պատրաստվում է իր կյանքի մեծագույն հնարավորությանը աշխատանքային հարցազրույցի։ Նա կբախվի մարտահրավերների, որոնք կփորձարկեն ոչ միայն նրա հմտությունները, այլ հիմնականում նրա նկարագիրը։ Ազնվության վճռականության մասին մի դաս պատրաստվում է փոխել ամեն ինչ։ Նախքան այս զարմանահրաշ պատմությունը լսելը, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, ավելի հուզիչ պատմությունների համար, Զարթուցիչը հնչեց առավոտյան ժամը 5-ին, ինչպես միշտ։ Անահիտը բացեց աչքերը մի պահ անշարժ մնաց, լսելով տան արթնացող ծանոթ ձայները։ Հարան սենյակից լսվում էր մոր, վարդուհու քայլերի մեղմ ձայնը, որը պատրաստվում էր հերթական աշխատանքային օրվան։ Դա մի առօրյա էր, որը կրկնվում էր տարիներ շարունակ, այնքան ժամանակ, ինչքան Անահիտն իրեն հիշում էր։ Երիտասարդ աղջիկը վեր կացավ, քայլեց դեպի փոքրիկ բնակարանի պատուհանը։ Դրսում մայրաքաղաք երանը սկսում էր արթնանալ։ Հեռավոր շենքերի լույսերը թարթում էին երկրային աստղերի պես, նա տեսնում էր մի քանի մարդկանց, որոնք արդեն քայլում էին փողոցներով, հավանաբար շտապելով այնպիսի աշխատանքների, որոնք վաղ էին սկսվում, ինչպես իր մոր դեպքում։ Վարդուհին արդեն 15 տարի է, ինչ աշխատում էր որպես հավաքարար նույն ընկերությունում, երկրի խոշորագույն կորպորացիաներից մեկում։ Անահիտը միշտ հիացել է մոր նվիրվածությամբ, այն ծով, թե ինչպես էր նա ամեն առավոտ խնամքով հարթարվում, արդուկելով իր պարզ, բայց միշտ անթերի համազգեստը փայլեցնելով սկոշիկները մինչ շողալը։ Դա անձնական արժանապատվության հարց էր, ասում էր Վարդուհին։ Կապ չունի, թե ինչ աշխատանք ես կատարում, պետք է միշտ անես գերազանց։ Բարի լույս աղջիկս, Վարդուհին հայտնվեց սենյակի դռան մոտ, արդեն հագած իր մուգ կապույտ համազգեստը։ Այսօր վաղ ես արթնացել։ Չկարողացա լավ քնել, պատասխանեց Անահիտը, շրջվելով դեպի մայրը։ Շատ բաների մասին էի մտածում։ Վարդուհին մոտեցավ, նստեց մահճակալի եզրին։ 42 տարեկանում նա դեռ պահպանում էր այն նրբագեղ կեցվածքը, որը միշտ բնորոշել է նրա անհատականությունը։ Չնայած տարիների ընթացքում ունեցած ֆինանսական դժվարություններին, նա երբեք թույլ չէր տվել, որ դա ազդի իր արժանապատվության կամ մարդկանց հետ վարվելու ջերմ ձի վրա։ Ուզում ես խոսել այն մասին, թե ինչն է քեզ անհանգստացնում։ Անահիտը հառաչեց։ 17 տարեկանում նա զգում էր ավագ դպրոցի վերջին դասարանում լինելու ծանրությունը, առանց ապագայի հստակ հեռանկարների։ Ի տարբերություն իր շատ դասընկերների, նա հնարավորություն չուներ ընտրելու ցանկացած համալսարան։ Հնարավորությունները սահմանափակ էին ֆինանսական խնդիրների պատճառով, որոնք նա հասկանում էր, բայց որոնք, այնուամենայնիվ, հուսահատեցնում էին նրան։ Մայրիկ, երբ է զղջացել ես կյանքում կատարած որևէ ընտրության համար։ Վարդուհին մի քանի վայրկյան լռեց, կշռադատելով դստեր հարցը։ Նա գիտեր, որ այդ հարցի հետում թաքնված էին ապագայի վերաբերյալ այն տագնապներն ու վախերը, որոնց հետ Անահիտն առերեսվում էր։ Գիտես, Անահիտ, ես հավատում եմ, որ իմ կատարած յուրաքանչյուր ընտրություն ինձ բերել է այնտեղ, որտեղ ես այսօր կամ։ Իսկ այսօր ես իմ կյանքի ամենակարևոր մարդու կողքին եմ, նա նրբորեն դիպավ դստեր դեմքին։ Իհարկե, երբեմն ինքս ինձ հարցնում եմ, թե ինչպես ամեն ինչ այլ կերպ կլիներ։ Բայց հետո նայում եմ քեզ, տեսնում այն ամենը, ինչին դու հասել ես, թե որքան խելացի ու վճռական ես, գիտեմ, որ ճիշտ ընտրություններ եմ կատարել։ Անահիտը ժպտաց, իրեն մի փոքր ավելի հանգիստ զգալով։ Փոքրուց նա միշտ լսել էր գովեստներ իր խելքի դաստիարակության մասին։ Դպրոցում նա միշտ լավագույն աշակերտներից էր, դա աննկատ չէր մնացել նույնիսկ այն ընկերության աշխատակիցների կողմից, որտեղ աշխատում էր Վարդուհին։ Հաճախ, երբ նա ուղեկցում էր մորը հատուկ միջոցառումների ժամանակ, Անահիտը ուշադրություն էր գրավում իր հարգալից վերաբերմունքով բոլորի հանդեպ, անկախ նրանց սոցիալական դիրքից։ Հիմա պետք է գնամ աշխատանքի, Վարդուհին վեր կացավ։ Այսօր հինգշաբթի է, իսկ դու գիտես, թե որքան անհանգիստ են լինում ղեկավարները հինգշաբթի օրերին։ Ուզում են, որ ամեն ինչ կատարյալ լինի ուրբաթ օրվա կարևոր ժողովների համար։ Անահիտն ուղեկցեց մորը մինչ խոհանոց, որտեղ Վարդուհին արագ պատրաստեց մի պարզ սուրճ, մի քանի կտոր հաց առանձնացրեց։ Դա համեստ նախաճաշ էր, բայց պատրաստված սիրով։ Մինչ Վարդուհին խմում էր իր սուրճը, Անահիտը հետում էր մոր ճշգրիտ նուրբ շարժումներին, կարծես յուրաքանչյուր ժեստ մի փոքրիկ արվեստի գործ լիներ։ Մայրիկ, պատմիր ինձ, թե ինչպես է այդ ընկերությունում աշխատելը։ Դու քիչ ես խոսում այնտեղի առօրյայի մասին։ Վարդուհին ժպտաց։ Շատ պրոֆեսիոնալ միջավայր է։ Մարդիկ կիրթ են, բայց կա շատ հստակ աստիճանակարգ։ Ես զբաղվում եմ որոշ վարչական բաժինների մաքրությամբ կարգուկանոնով, հիմնականում տնօրինության սենյակների մոտ։
Հետաքրքիր է հետել, թե ինչպես է այդ աշխարհն աշխատում։ Իսկ գլխավոր տնօրենին տեսել ես։ Վիկտոր Սահակյանին։ Մի քանի անգամ տեսել եմ միջանցքներում։ Տպավորիչ մարդ է, շատ լուրջ, բայց միշտ հարգանքով է բարում աշխատակիցներին։ Ասում են, որ նա շատ պահանջկոտ է, բայց արդար բոլորի հանդեպ։ Անահիտը լսել էր Վիկտոր Սահակյանի մասին լուրերով, ամսագրերով։ 40 անց այդ մարդը ընտանեկան բիզնեսը վերածել էր երկրի խոշորագույն կորպորացիաներից մեկի։ Նա հայտնի էր իր սուր բիզնես մտածողությամբ ընկերության բոլոր գործառնություններում խիստ էթիկական արժեքներ պահպանելով։ Վարդուհին վերջացրեց սուրճը, ուղղվեց դեպի դուռը։ Ինչպես ամեն օր, Անահիտն ուղեկցեց նրան մինչ շենքի մուտքը, հրաժեշտ տալու համար։ Բարի օր դպրոցում, աղջիկս։ Եվ հիշիր այն, ինչ միշտ ասում եմ քեզ։ Կրթությունն ու ազնվությունը միակ բաներն են, որ ոչ ոք չի կարող խլել քեզնից։ Գիտեմ, մայրիկ։ Դու էլ զգույշ եղիր, շուտ վերադարձիր։ Անահիտը մնաց պատուհանի մոտ, նայելով, թե ինչպես է վարդուհին քայլում փողոցով, մինչ անհետացավ առաջին անկյունում։ Միշտ այդպես էր։ Սրտի ցավով էր տեսնում մորը մեկնելիս հերթական ծանր աշխատանքային օրվան, բայց նա հպարտության զգացումով այն ուժեղ արժանապատիվ կնոջ համար, որը նա էր։ Վերադառնալով սենյակ, Անահիտը պատրաստվեց դպրոց գնալ։ Նա խնամքով ընտրեց իր հագուստը, մի պարզ, բայց լավ արդուկված սպիտակ վերնաշապիկ մուգ տաբատ, որը վարդուհին գնել էր նախորդ տարվա վերջին։ Դա բրենդային հագուստ չէր, բայց միշտ մաքուր էր խնամված։ Հարդարվելիս Անահիտը մտածում էր ապագայի մասին։ Գիտեր, որ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո պետք է աշխատի, տան ծախսերին օգնելու համար, բայց երազում էր ինչ-որ կերպ շարունակել ուսումը։ Գուցե երեկոյան տեխնիկական դասընթացներ կամ, ով գիտե, կրթաթոշակ ստանալ որե համալսարանում։ Դրանք երազանքներ էին, որոնք հեռու էին թվում, բայց նա չէր պատրաստվում հրաժարվել դրանցից։ Փոքրիկ բնակարանը, որտեղ նրանք ապրում էին, գտնվում էր մայրաքաղաքի Աջափնյակ թաղամասի բնակելի համալիրներից մեկում։ Դա ամենաշքեղ թաղամասը չէր, բայց վարդուհին միշտ հետում էր, որ ամեն ինչ կազմակերպված մաքուր լինի։ Պատերը պարզ էին, սպիտակ ներկված, զարդարված միայն մի քանի ընտանեկան լուսանկարներով մի փոքրիկ շրջանակով, որի մեջ գրված էր մի նախադասություն, որը վարդուհին շատ էր կարորում։ Նկարագիրը միակ իսկական հարստությունն է։ Անահիտը մեծացել էր այս նախադասությունը լսելով։ Ամենադժվար պահերին, երբ գումարը չէր հերիքում իր ուզած որե բանի համար, կամ երբ տեսնում էր դպրոցի ընկերներին այնպիսի հագուստներով ու իրերով, որոնք իր ընտանիքը չէր կարող գնել, վարդուհին միշտ հիշեցնում էր նրան, որ կան ավելի կարևոր արժեքներ, քան նյութական ունեցվածքը։ Դպրոցում Անահիտը հարգված էր դասընկերների ու ուսուցիչների կողմից։ Նա դասարանի ամենահայտնի աղջիկը չէր, բայց ուներ ամուր ընկերներ, ճանաչված էր իր խելքով ու ամբասիր նկարագրով։ Վահան Տերյանի անվան պետական դպրոցը պարզ հաստատություն էր, բայց նվիրված ուսուցիչներով, ովքեր տեսնում էին Անահիտի նման աշակերտների ներուժը։ Դասամիջոցին նա նստեց իր լավագույն ընկերուհու, Անիի հետ, ով միշտ աջակցում էր նրան անորոշության պահերին։ Անին միջին խավի ընտանիքից էր։ Նրա ծնողները համալսարանի դասախոսներ էին, նա միշտ հստակ հեռանկարներ ուներ իր ապագայի վերաբերյալ։ Այսօր մտահոգ ես թվում, նկատեց Անին, ուտելով իր տնային սենդվիչը։ Մտածում եմ, թե ինչ եմ անելու ավարտելուց հետո։ Երբեմն թվում է, թե բոլորն ունեն ծրագիր, բացի ինձնից։ Անին դադարեց ծամել, լուրջ նայեց ընկերուհուն։ Անահիտ, դու գիտես, որ ես պատրաստվում եմ իրավաբանական ընդունվել, չէ՞։ Ծնողներս արդեն փնտրել են լավագույն համալսարանները, նախապատրաստական դասընթացները։ Գիտեմ։ Հենց դա էլ ուզում եմ ասել։ Դու հստակ ճանապարհ ունես։ Բայց գիտես ինչ։ Ծնողներս միշտ ասում են, որ դու իրենց ճանաչած ամենախելացի մարդկանցից մեկն ես։ Երբ պատմում եմ քո գնահատականների մասին, նրանք տպավորվում են։ Մայրիկս միշտ հարցնում է, թե արդյոք ծրագրեր ունես քննություններ հանձնելու։ Անահիտը հառաչեց։ Անի, հարցը միայն խելքը չէ։ Հարցը հնարավորություններն են, միջոցները։ Գիտեմ, որ քո վիճակն իմից տարբեր է, մեղմորեն ընդհատեց Անին։ Բայց վստահ եմ, որ հնարավորությունները կհայտնվեն։ Դու պարզապես պետք է պատրաստ լինես դրանք օգտագործելու, երբ դրանք գան։ Նայիր, թե որքան լավ ես ամեն ինչում, մաթեմատիկա, հայոց լեզու, բնագիտություն։ Ուսուցիչները միշտ գովում են քեզ։ Դա ճիշտ էր։ Անահիտը միշտ աչքի էր ընկել ուսման մեջ։
Պարոն Արամը, մաթեմատիկայի ուսուցիչը, հաճախ էր նրա վարժությունները որպես օրինակ օգտագործում դասարանի համար։ Տիկին Գայանեն, լեզվի ուսուցչուհին, միշտ խրախուսում էր նրան մասնակցել գրական մրցույթների։ Բայց Անահիտը գիտեր, որ լավ գնահատականները ինքնին չեն երաշխավորում պայծառ ապագա, առանց բարձրագույն կրթության մեջ ներդրումներ անելու ֆինանսական միջոցների։ Անի խոսքերը արձագանքում էին Անահիտի մտքում ողջ օրվա ընթացքում։ Պատրաստ լինել հնարավորություններին։ Նա ինքն իրեն հարցնում էր, թե արդյոք իսկապես պատրաստ է որևէ բանի, որը կարող է հայտնվել իր ճանապարհին։ Երբ այդ օրը տուն վերադարձավ, նա մի անսովոր բան նկատեց։ Բնակարանի դուռը կիսաբաց էր, նա խոհանոցից լսվող ծանոթ ձայներ էր լսում։ Ներս մտնելով տեսավ Վարդուհուն, որը խոսում էր հարանուհու, տիկին Անուշի հետ։ Տիկին Անուշը 60 տարեկան մի կին էր, ով ապրում էր Հարան բնակարանում ավելի երկար, քան որը մեկը այդ շենքում։ Օ, ուսանողուհին եկավ, բացականչեց տիկին Անուշը, տեսնելով Անահիտին։ Մայրդ ինձ պատմում էր վերջին քառորդի քո փայլուն գնահատականների մասին։ Անահիտը հարգանքով բարեց Հարանուհուն։ Տիկին Անուշը մի կին էր, ով ողջ կյանքում աշխատել էր որպես քարտուղարուհի պետական դպրոցում, միշտ առանձնահատուկ ջերմություն էր տածում Անահիտի հանդեպ, ով հիշեցնում էր իր սեփական երեխաներին երիտասարդ տարիքում։ Գնահատականներդ իսկապես հիանալի են, աղջիկս, շարունակեց տիկին Անուշը, ուղղելով ակնոցը։ Վարդուհին ինձ ցույց տվեց քո օրագիրը։ Մաթեմատիկայից վայ, ես երբեք թվերի հետ լավ չեմ եղել, բայց դու 10 ես ստացել։ Անահիտը միշտ նվիրված է եղել ուսմանը, հպարտությամբ ասաց Վարդուհին, թեյ մատուցելով Հարանուհուն։ Նույնիսկ երբ տանն է օգնում, երբեք դպրոցական առաջադրանքները մի կողմ չի դնում։ Այդպես էլ պետք է լինի, հաստատեց տիկին Անուշը։ Կրթությունը միակ ժառանգությունն է, որ աղքատ ծնողները կարող են թողնել իրենց երեխաներին, այն դեռ լավագույնն է բոլորից։ Մայրս, Աստված հոգին լուսավորի, միշտ դա էր ասում։ Անահիտը մի քանի րոպե նստեց նրանց հետ, լսելով տիկին Անուշի պատմությունները փայլուն ուսանողների մասին, որոնց նա ճանաչել էր դպրոցում աշխատած տարիների ընթացքում, որոնցից շատերը կարողացել էին ամբողջությամբ փոխել իրենց կյանքը կրթության միջոցով։ Դու ինձ շատ ես հիշեցնում մի աղջկա, ով սովորում էր այն դպրոցում, որտեղ ես էի աշխատում, ասաց տիկին Անուշը, քնքշանքով նայելով Անահիտին։ Նա նույնպես համեստ ընտանիքից էր, բայց աչքերում ուներ նույն վճռականությունը։ Այսօր նա փաստաբան է, գիտես։ Լրիվ կրթաթոշակ ստացավ մասնավոր համալսարանում։ Երբ տիկին Անուշը գնաց, Վարդուհին Անահիտը մնացին մենակ։ Անահիտը նկատեց, որ մայրը տարօրինակ է թվում։ Նրա մեջ կար մի ներքին էներգիա, կարծես կարոր լուր էր պահում։ Վարդուհին շարունակում էր խոհանոցում իրերը դասավորել, բայց նրա շարժումներն ավելի անհանգիստ էին թվում, քան սովորաբար։ Մայրիկ, այսօր տարօրինակ ես։ Աշխատավայրում ինչ-որ բան է պատահել։ Վարդուհին դադարեց բաժակները դասավորել, շրջվեց դեպի դուստրը։ Մի պահ նա լռեց, կարծես ուժ էր հավաքում խոսելու համար։ Այդ օրը, տուն գալով, նա Վարդուհուն տեսավ սովորականից շուտ։ Նա նստած էր խոհանոցի սեղանի մոտ, դեմքին մի այլ արտահայտություն, անհանգստության սպասման խառնուրդ, որը Անահիտը չէր կարողանում վերծանել։ Մայրիկ, ինչ-որ բան է պատահել։ Այսօր շուտ ես եկել։ Վարդուհին նայեց դստերը երկմիտ ժպիտով։ Նստիր այստեղ, Անահիտ։ Պետք է քեզ մի բան պատմեմ։ Անահիտը նստեց մոր կողքին, զգալով հետաքրքրության տագնապի խառնուրդ իր կրծքում։ Փոքրիկ խոհանոցի լռությունն ավելի թանձր էր թվում, քան սովորաբար, նա զգում էր, որ Վարդուհին խնամքով ընտրում էր բառերը։ Այսօր աշխատավայրում անսպասելի մի բան տեղի ունեցավ, սկսեց Վարդուհին, ձեռքերով անհանգիստ խաղալով սփռոցի եզրի հետ։ Մի բան, որը կարող է ամբողջությամբ փոխել մեր ապագան։ Անահիտը կիտեց հոնքերը, փորձելով պատկերացնել, թե ինչ կարող էր պատահել, որ մայրն այդ վիճակում լիներ։ Վարդուհին միշտ հանգիստ զուսպ մարդ էր, ուստի նրան այսպես տեսնելն անսովոր էր։ Ինչ է եղել, մայրիկ։ Ինձ անհանգստացնում ես։ Վարդուհին խորը շունչ քաշեց նախքան շարունակելը։ Հիշում ես, որ քեզ պատմել էի վարչական բաժնի մասին, որտեղ աշխատում եմ։ Տնօրինության սենյակների մոտ։ Այո, իհարկե։ Դու միշտ ասում ես, որ դա շատ բանուկ տարածք է, կարճ ժողովներով։ Ճիշտ է։ Դե, այսօր առավոտյան ես 15-րդ հարկի ժողովների դահլիճն էի կարգի բերում, երբ լսեցի պարոն Վիկտոր Սահակյանի մարդկային ռեսուրսների տնօրենի Լիլիթ Կարապետյանի խոսակցությունը։
Նրանք քննարկում էին մի նոր թափուր աշխատատեղ, որը բացվել է ընկերությունում կրտսեր օգնական հենց գլխավոր տնօրենի համար։ Անահիտը ուշադիր լսում էր, դեռ չհասկանալով, թե մայրն ուր է տանում խոսքը, բայց զգալով, որ կարոր մի բան է սպասվում։ Այդ հաստիքը նախատեսված է երիտասարդի համար, ով ավարտում է դպրոցը կամ նոր է ավարտել։ Նրանք ուզում են այդ մարդուն հենց սկզբից կրթել, ձավորել ներուժ ունեցող մեկին։ Տիկին Լիլիթը նշում էր, թե որքան դժվար է գտնել թեկնածուների, ովքեր ունեն ոչ միայն տեխնիկական հմտություններ, այլ ամուր նկարագիր։ Անահիտի սիրտն սկսեց ավելի արագ բաբախել։ Նա սկսում էր հասկանալ, թե ուր է գնում խոսակցությունը։ Վարդուհին շարունակեց, նրա ձայնն ավելի հուզված դարձավ։ Եվ հետո պարոն Վիկտորն ասաց մի բան, որն ինձ վրա խորը տպավորություն թողեց։ Նա ասաց, որ հետաքրքրված է հնարավորություն տալ մեկին, ով իսկապես ունի այդ հնարավորության կարիքը, մեկին, ով հասկանում է ծանր աշխատանքի արժեքը, ով դրականորեն կոփվել է կյանքի դժվարություններից։ Նա իսկապես այդպես ասաց։ Այո, ասաց։ Ասաց, որ նախընտրում է մեկին զրոյից կրթել, ամուր արժեքներով, քան վարձել մեկին, ով արդեն աշխատանքային շուկայի վատ սովորություններով է գալիս։ Ասաց, որ ուզում է ազնիվ մարդու, ով պատրաստ է սովորել։ Վարդուհին դադար տվեց, ուղիղ նայելով դստեր աչքերին։ Այդ ժամանակ ես մի որոշում կայացրեցի, որը գուցե անխոհեմ էր, բայց սրտով զգացի, որ դա ճիշտ քայլն էր։ Ինչ արեցիր, մայրիկ։ Ես մոտեցա նրանց, երբ նրանք ավարտեցին խոսակցությունը։ Սիրտս այնքան ուժեղ էր բաբախում, որ կարծում էի նրանք կլսեն։ Ներողություն խնդրեցի, ասացի, որ ճանաչում եմ մի երիտասարդ աղջկա, ով կարող է լինել հենց այն, ինչ նրանք փնտրում են։ Անահիտը զգաց, որ ոտքերը թուլանում են։ Մայրիկ, դու դա չես արել։ Արել եմ, աղջիկս։ Իսկ գիտես ինչու։ Որովհետև 15 տարի այդ ընկերությունում աշխատելով ես տեսել եմ, թե ինչպես են ամեն ինչն աշխատում։ Տեսել եմ, թե ինչպես են բանիմաց մարդիկ առաջ գնում, տեսել եմ, թե ինչպես են ազնիվ մարդիկ գնահատվում։ Բայց տեսել եմ նա, թե ինչպես են անբարոյական մարդիկ բացահայտվում ամեն ինչ կորցնում։ Վարդուհին վեր կացավ, սկսեց քայլել խոհանոցում, նրա հուզմունքն աճում էր։ Ես պատմեցի քո մասին, Անահիտ։ Քո խելքի, քո փայլուն գնահատականների, քո դաստիարակության, քո նկարագրի մասին։ Պատմեցի, թե ինչպես ես ինձ օգնում տանը առանց բողոքելու, ինչպես ես բոլորին հարգանքով վերաբերվում, ինչպես ես նվիրումով սովորում, նույնիսկ իմանալով մեր սահմանափակումների մասին։ Իսկ նրանք ինչ ասացին։ Տիկին Լիլիթն անմիջապես հետաքրքրվեց։ Հարցրեց դպրոցի գնահատականներիդ մասին, քո բնավորության մասին, արդյոք համակարգչից հասկանում ես։ Իսկ պարոն Վիկտորը, Վարդուհին առաջին անգամ ժպտաց խոսակցության սկզբից ի վեր, նա հետաքրքրվեց։ Ասաց, որ շատ կցանկանար քեզ անձամբ ճանաչել։ Լռությունը նորից տիրեց խոհանոցին։ Անահիտը մարսում էր տեղեկությունը, փորձելով հասկանալ այն ամենի մասշտաբը, ինչ մայրը նոր պատմել էր։ Վիկտոր Սահակյանը գրեթե լեգենդար կերպար էր բիզնեսի աշխարհում։ Նա հայտնվում էր ամսագրերում, նշվում էր որպես երկրի ամենահարգված գործարարներից մեկը։ Նրանք հարցազրույց նշանակեցին, Անահիտ։ Վաղը, ցերեկը ժամը 2-ին։ Վաղը, Անահիտի ձայնն ավելի բարձր հնչեց, քան նա նախատեսում էր։ Բայց մայրիկ, ես կորպորատիվ աշխատանքի ոչ մի փորձ չունեմ։ Երբեք ոչ մի տեղ չեմ աշխատել, էլ չեմ ասում այդպիսի մեծ ընկերության մասին։ Եվ հարցազրույց հենց գլխավոր տնօրենի հետ։ Դա անհնար է։ Վարդուհին մոտեցավ, ծնկի իջավ դստեր աթոռի առաջ, վերցնելով նրա ձեռքերն իր ձեռքերի մեջ։ Աղջիկս, լսիր, թե ինչ եմ քեզ ասելու։ Այս բոլոր տարիների ընթացքում ես հետել եմ քո մեծանալուն։ Տեսել եմ, թե ինչպես ես մարդկանց հարգանքով վերաբերվում, անկախ նրանից, թե ով են նրանք։ Հիշում ես, երբ այն անօթան մարդը եկավ մեր դուռը սնունդ խնդրելու, դու կիսեցիր քո սեփական ընթրիքը նրա հետ։ Անահիտը հիշում էր։ Դա մի քանի ամիս առաջ էր։ Վարդուհին դուրս էր եկել դեղ գնելու, մի փողոցային մարդ թակել էր դուռը, ուտելիք խնդրելով։ Անահիտը չէր վարանել առաջարկել իր սեփական ափսեի մի մասը։ Հիշում ես, երբ օգնում էիր տիկին Անուշին ամեն օր տուն բերել գնումները 2 շաբաթ շարունակ, երբ նրա ոտքը վնասված էր։ Անահիտը գլխով արեց։ Նրա համար բնական էր օգնել, տարեց Հարանուհուն։ Հիշում ես, երբ փողոցում այն դրամապանակը գտար, գումարով ու փաստաթղթերով, պնդեցիր, որ գնանք հասցեով անձամբ հանձնենք տիրոջը։
Մայրիկ, այդ բաները նորմալ են։ Ոչ, աղջիկս։ Դրանք նորմալ չեն։ Դրանք հատուկ են։ Դրանք ցույց են տալիս, թե դու ինչպիսի մարդ ես, Վարդուհին սեղմեց դստեր ձեռքերը։ Տեսել եմ, թե ինչպես ես նվիրումով սովորում, նույնիսկ իմանալով, որ մենք հնարավորություն չունենք մասնավոր համալսարանի համար վճարելու։ Տեսել եմ, թե ինչպես ես ինձ օգնում տանը, առանց երբե բողոքելու, նույնիսկ երբ կարող էիր ընկերներիդ հետ զվարճանալ։ Մոր խոսքերը խորը դիպան Անահիտին, բայց վախը դեռ տիրում էր նրա մտքերին։ Բայց մայրիկ, իսկ եթե չկարողանա՞։ Իսկ եթե քեզ հուսահատեցնեմ։ Իսկ եթե նրանք նկատեն, որ ես չունեմ այն կերպարը, որն իրենք փնտրում են։ Իսկ եթե սխալ բան անեմ։ Վարդուհին վեր կացավ, կանգնեց դստեր աթոռի հետում, ձեռքերը դնելով նրա ուսերին։ Իմ սիրելիս, հիշո՞ւմ ես, երբ փոքր էիր վախենում էիր հեծանիվ քշել։ Ասում էիր, որ վայր կընկնես, կվնասվես։ Շաբաթներով նայում էիր այն հին հեծանիվին, որը կարողացել էինք օգտագործված գնել, ուզում էիր սովորել, բայց վախից մահանում էիր։ Անահիտը աղոտ հիշում էր այդ դեպքը։ Մոտ 8 տարեկան էր։ Ես քեզ ասացի, որ սովորելու միակ ձը փորձելն է։ Եվ ի վերջո, դու ոչ միայն սովորեցիր հեծանիվ քշել, այլ դարձար այն աղջիկը, ով ամենալավն էր քշում ողջ թաղամասում։ Հիշում ես, թե ինչպես էին մյուս երեխաները խնդրում, որ իրենց սովորեցնես։ Անահիտը թեթ ժպտաց հիշողությունից։ Սա քո հեծանիվն է հիմա, աղջիկս։ Սա քո հնարավորությունն է աշխարհին ցույց տալու, թե ով ես դու իրականում։ Եվ նույնիսկ եթե չստացվի, գոնե դու փորձած կլինես։ Ցույց տված կլինես, որ քաջություն ունես։ Բայց մայրիկ, իսկ եթե չիմանամ ինչպես պատասխանել հարցերին։ Իսկ եթե կակազեմ։ Իսկ եթե դու լինես հենց այնպիսին, ինչպիսին կաս։ Խելացի, կիրթ, ազնիվ վճռական մի երիտասարդ աղջիկ, մեղմորեն ընդհատեց Վարդուհին։ Անահիտ, նրանք պատրաստի ղեկավար չեն փնտրում։ Նրանք փնտրում են նկարագիր ունեցող մեկին, ում կարելի է կրթել։ Իսկ դու արդեն այդպիսին ես։ Այդ գիշեր Անահիտը հազիվ կարողացավ քնել։ Նրա միտքը լի էր հնարավոր սցենարներով հաջորդ օրվա հարցազրույցի համար։ Ինչպես պետք է հագնվեր։ Ինչ պետք է խոսեր։ Ինչպես պետք է իրեն պահեր այդքան կարևոր մարդկանց ներկայությամբ։ Վարդուհին, նկատելով դստեր անհանգստությունը, որոշեց օգնել նրան պատրաստվել։ Նրանք առանձնացրին Անահիտի ունեցած ամենապաշտոնական հագուստը, մի սպիտակ շապիկ, որը Վարդուհին առանձնահատուկ խնամքով էր արդուկել, մի լավ պահպանված մուգ տաբատ կտորից մի պայուսակ, որը հենց Վարդուհին էր տարիներ առաջ ձեռքով ասեղնագործել։ Մենք բրենդային հագուստ չունենք, ասաց Վարդուհին ամեն ինչ դասավորելիս, բայց մենք ունենք մի բան, որը շատ ավելի արժեքավոր է, դու ունես դաստիարակություն, ունես նկարագիր, ունես կյանքի պատմություն, որը քեզ դարձրել է այն, ինչ կաս։ Դա ոչ ոք չի կարող գնել։ Հաջորդ առավոտ Անահիտը սովորականից շուտ արթնացավ։ Նա խնամքով լողացավ, հանգիստ հագնվեց, փորձեց հանդարտեցնել նյարդերը, խմելով Վարդուհու պատրաստած թեյը։ Մայրիկ, իսկ եթե հարցնեն իմ ընտանիքի մասին։ Մեր ֆինանսական վիճակի մասին։ Ճշմարտությունը կասես, հպարտությամբ։ Մենք ամաչելու ոչինչ չունենք։ Մենք ազնիվ մարդիկ ենք, ովքեր տքնաջան աշխատում են իրենց ունեցածի համար։ Դա հպարտության առիթ է, ոչ թե ամոթի։ Այդ առավոտ դպրոց գնալիս Անահիտը հազիվ էր կարողանում կենտրոնանալ դասերի վրա։ Ուսուցիչները նկատեցին նրա ցրվածությունը, բայց նա որոշեց չպատմել հարցազրույցի մասին։ Չէր ուզում անտեղի սպասումներ ստեղծել։ Ճաշի ժամին Անահիտը դուրս եկավ դպրոցից գնաց տուն։ Վարդուհին կարողացել էր հատուկ արձակուրդ վերցնել, դստերը մինչ ընկերություն ուղեկցելու բարոյական աջակցություն ցույց տալու համար։ Պատրաստ ես, հարցրեց Վարդուհին, երբ Անահիտը եկավ։ Կարծում եմ, այո։ Կամ գոնե այնքան պատրաստ, որքան հնարավոր է լինել։ Նրանք տնից դուրս եկան բավականաչափ շուտ, որպեսզի հանգիստ տեղ հասնեն։ Հասարակական տրանսպորտով գնալիս Վարդուհին վերջին խորհուրդները տվեց դստերը։ Հիշիր, եղիր այնպիսին, ինչպիսին կաս։ Եղիր կիրթ, հարգալից, բայց ցույց տուր քո անհատականությունը։ Եվ ամեն ինչից վեր, եղիր ազնիվ։ Ազնվությունը միշտ եղել է քո մեծագույն առավելությունը։ Երբ նրանք վերջապես հասան կորպորացիայի վիթխարի շենքի մոտ, Անահիտը զգաց, որ ոտքերը թեթակի դողում են։ Շենքն ավելի տպավորիչ էր, քան նա պատկերացնում էր։
Ապակուց պողպատից պատրաստված ավելի քան 20 հարկերը գերիշխում էին մայրաքաղաքի այդ հատվածի համայնապատկերում։ Այստեղ ես աշխատում ամեն օր, հարցրեց Անահիտը, վեր նայելով։ Ամեն օր, արդեն 15 տարի։ Եվ ով գիտե, գուցե շուտով դու էլ այստեղ աշխատես։ Շենքի մուտքի մոտ Վարդուհին ցույց տվեց իր աշխատակցի վկայականը անվտանգության աշխատակցին, համառոտ բացատրեց իրավիճակը, երկուսին էլ ուղղորդեցին դեպի վերելակները։ Անահիտը հետաքրքրությամբ դիտում էր ամեն ինչ շուրջը, փայլեցված մարմարե հատակը, հայելապատ պատերը, ժամանակակից շքեղ դեկորացիաները։ Սա մերից տարբեր մի աշխարհ է, շշնջաց Անահիտը։ Տարբեր է, այո։ Բայց դա չի նշանակում, որ դու չես կարող դրա մի մասը լինել։ Դու այստեղ գտնվելու նույնքան իրավունք ունես, որքան ցանկացած այլ մարդ։ 15-րդ հարկում նրանք դուրս եկան վերելակից, նրանց դիմավորեց մի նրբագեղ քարտուղարուհի, ով ուղեկցեց նրանց դեպի գլխավոր տնօրենի գրասենյակի մոտ գտնվող սպասասրահը։ Օրիորդ Անահիտը պետք է սպասի այստեղ։ Հարցազրույցը կսկսվի մի քանի րոպեից։ Տիկին Վարդուհին կարող է սպասել առաջին հարկի ընդունարանում, եթե ցանկանում է։ Վարդուհին քնքշորեն գրկեց դստերը։ Ես ներքում կլինեմ, քեզ համար բութ կպահեմ։ Հիշիր այն ամենը, ինչ խոսել ենք։ Դու կհաջողես։ Անահիտը մենակ մնաց սպասասրահում, զգալով պահի ծանրությունը։ Նա նայեց շուրջը, նկատեց կահույքի որակը, պատերի նկարները, պատուհանից բացվող քաղաքի տպավորիչ տեսարանը։ Դա մի միջավայր էր, որից ուժ հաջողություն էր բուրում։ Այդ ժամանակ նա միջանցքում քայլերի ձայներ լսեց։ Դուռը բացվեց, սենյակ մտավ մի այլ երիտասարդ աղջիկ։ Նա Երի Անահիտի տարեկիցն էր, բայց նրա արտաքինի մեջ ամեն ինչ լիովին տարբեր էր։ Նրա հագուստը ակնհայտորեն բրենթային էր, մազերը կատարյալ հարդարված, նա ձեռքին ուներ մի պայուսակ, որը հավանաբար ավելի թանկ արժեր, քան Անահիտի ընտանիքի ամսական եկամուտը։ Նորեկը նայեց Անահիտին կիրճ ժպիտով, բայց նրա աչքերը արագ գնահատեցին մրցակցի հագուստն ու արտաքինը։ Անահիտն անմիջապես անհարմար զգաց, բայց պահեց իր ուղիղ կեցվածքը, պատասխանեց բարին հարգանքով։ Դու էլ ես հարցազրույցի համար այստեղ, հարցրեց աղջիկը, նրբագեղորեն նստելով կողքի աթոռին։ Այո, պարզ պատասխանեց Անահիտը։ Որքան հետաքրքիր է։ Ես Մարիամն եմ։ Իսկ դու։ Անահիտ։ Հաճելի է ծանոթանալ։ Սենյակի մթնոլորտը նրբորեն փոխվեց։ Անահիտը զգում էր, որ իրեն գնահատում են, ոչ միայն սպասվող հարցազրույցի համար։ Մարիամը տեղավորվեց կաշվե բազկաթոռին այնպիսի բնականությամբ, ասես սովոր էր շքեղ միջավայրերին։ Նրա շարժումները հաշվարկված էին, նրբագեղ, Անահիտը նկատեց, թե որքան հանգիստ էր նա իրեն զգում այդ շքեղության մեջ, կարծես հենց այդտեղ էր նրա տեղը։ Նրա կեցվածքն անթերի էր, նա ձեռքին ուներ մի փոքրիկ կաշվե օրագիր, որը կատարյալ համապատասխանում էր իր բրենթային պայուսակին։ Դե Անահիտ, սկսեց Մարիամը, նրբորեն ուղղելով մազափունջը, որտեղ է սովորում։ Վահան Տերյանի անվան պետական դպրոցում, Աչափնյակում։ Իսկ դու։ Ահ, ես այս տարի ավարտում եմ Մխիթարյան վարժարանը։ Դա մայրաքաղաքի բավականին հայտնի մասնավոր դպրոց է։ Մարիամը խոսում էր այնպիսի տոնով, որը պարզ էր թվում, բայց Անահիտը զգաց տեղեկության հետում թաքնված նպատակը։ Ենթադրում եմ, լսած կլինես, այնպես չէ՞։ Այնտեղի շատ աշակերտներ հետո նույն համալսարաններն են ընդունվում, ինչ պետական դպրոցներինը։ Այն ձև, որով Մարիամն ասաց պետական դպրոց, պարունակում էր մի նուրբ վերամբարձություն, որն աննկատ չմնաց։ Անահիտը գլխով արեց, պահպանելով չեզոք արտահայտություն։ Ոչ, անձամբ չեմ ճանաչում։ Բայց լսել եմ համբավի մասին։ Նա գիտեր այդ դպրոցի համբավը։ Այն մայրաքաղաքի ամենաթանկ բացառիկ դպրոցներից էր, որտեղ հիմնականում սովորում էին տեղի էլիտայի երեխաները։ Հիանալի հաստատություն է։ Բախտս բերել է, որ փոքրուց այնտեղ եմ սովորել։ Ծնողներս միշտ կարորել են լավագույն կրթությունը, գիտես ինչպես է լինում։ Մարիամը բացեց իր պայուսակը, հանեց վերջին մոդելի սմարթֆոնը, արագ ստուգելով հաղորդագրությունները։ Իդեպ, նոր եմ վերադարձել Եվրոպայից, 6-ամսյա փոխանակման ծրագրից։ Անգլերենս ֆրանսերենս կատարելագործելու հիանալի փորձ էր։ 3 ամիս Ֆրանսիայում էի, հետո Անգլիայում։ Անահիտը լռությամբ լսում էր, սկսելով հասկանալ խաղի կանոնները։ Մարիամը պարզապես չէր զրուցում։ Նա տարածք էր գծում, հաստատելով սոցիալական աստիճանակարգ, հիմնված տնտեսական առավելությունների վրա։
Լավ է քեզ համար, անկեղծ պատասխանեց Անահիտը։ Իսկապես հարստացնող փորձ պետք է լիներ տարբեր մշակույթների մեջ ապրելը։ Այո, այդպես էր։ Իսկ դու լեզվի դասընթացների գնացել ես։ Անգլերեն, գուցե։ Դա այսօր կորպորատիվ շուկայում գրեթե պարտադիր է։ Անգլերեն դպրոցում եմ սովորել ինքնուրույն եմ պարապում, հավելվածների միջոցով ֆիլմեր դիտելով։ Միշտ շատ եմ սիրել լեզուները։ Մարիամը ժպտաց այնպես, որը կարող էր ընկալվել որպես բարյացակամ, բայց արտահայտության մեջ կար մի տեսակ խղճահարություն։ Ինչպիսի։ Գովելի նվիրվածություն։ Ինքնուս լինելը միշտ գնահատելի է, թե շատ ավելի դժվար է, քան մայրենի լեզվակիր ուսուցիչների հետ պարապելը, այնպես չէ՞։ Երբեմն առոգանությունը կարող է մի փոքր տուժել առանց համապատասխան ուղղորդման։ Անահիտի անհանգստությունն աճում էր, բայց նա ամուր էր մնում։ Նա ճանաչեց մարտավարությունը։ Մարիամը փորձում էր նսեմացնել նրան, առանց բացահայտ կոպտության, օգտագործելով քողարկված գովեստներ, որոնք թաքնված քննադատություն էին պարունակում։ Կարծում եմ, յուրաքանչյուր մարդ սովորում է այնպես, ինչպես կարող է, ինչպես հնարավորություն ունի, հանգիստ։ Պատասխանեց Անահիտը, պահպանելով հարգալից, բայց վճռական տոնը։ Կարևորը վերջնական արդյունքն է հաղորդակցվելու կարողությունը։ Նվիրվածությունը կարող է փոխհատուցել շատ պակասներ։ Անշուշտ, անշուշտ։ Մարիամը հեռախոսը դրեց պայուսակի մեջ, ամբողջությամբ շրջվեց դեպի Անահիտը, նրա կեցվածքը ցույց էր տալիս նորացված հետաքրքրություն։ Իսկ պատմիր, ինչպես իմացար այս թափուր տեղի մասին։ Սա բավականին մրցակցային հաստիք է, ենթադրում եմ։ Ես ընկերությունում որոշ ծանոթներ ունեմ, ովքեր ինձ տեղեկացրին հնարավորության մասին հենց այն հայտնվեց։ Հայրս ճանաչում է որոշ ներդրողների, ովքեր այստեղ բաժնետեր են։ Սա ուժի կապերիս մեկ նուրբ ցուցադրություն էր։ Անահիտը հասկացավ, որ Մարիամը խնամքով կառուցում էր սոցիալական տնտեսական գերազանցության պատկերը։ Մայրս այստեղ է աշխատում, պատասխանեց Անահիտն առանց վարանելու, որոշելով լինել լիովին ազնիվ։ Նա իմացավ հաստիքի մասին, կարծեց, որ ինձ կհետաքրքրի։ Ահ, որքան հետաքրքիր է։ Իսկ ինչ պաշտոն է նա զբաղեցնում։ Հարցը տրվեց ժպիտով, բայց Անահիտը տեսնում էր հաշվենկատ հետաքրքրասիրությունը դրա հետում։ Մի պահ Անահիտը տատանվեց։ Նա զգում էր, որ այս հարցը փորձություն էր, գուցե նույնիսկ թակարդ։ Մարիամը հավանաբար սպասում էր, որ նա կստի, կնվազեցնի կամ կփորձի գեղեցկացնել իրավիճակը։ Նա աշխատում է վարչական բաժինների մաքրության կարգուկանոնի ոլորտում։ Արդեն 15 տարի այս ընկերությունում։ Հաջորդած լռությունը լի էր իմաստով։ Անահիտը տեսնում էր, որ Մարիամը մարսում էր տեղեկությունը, վերահաշվարկելով իր մոտեցման ռազմավարությունը։ Նրա դեմքի արտահայտությունը նրբորեն փոխվեց, զարմանքի ինչ-որ բանի խառնուրդ, որը նման էր բավարարվածության, ասես հաստատել էր իր կասկածը։ Ինչպիսի։ Նվիրվածություն, վերջապես մեկնաբանեց Մարիամը, խնամքով ընտրելով բառերը։ Պետք է որ բավականին ծանր աշխատանք լինի։ 15 տարի, վայ, շատ երկար ժամանակ է նույն պաշտոնում։ Դա ազնիվ աշխատանք է, ուղղեց Անահիտը, ձայնի մեջ այնպիսի վճռականությամբ, որն իրեն էլ զարմացրեց։ Մայրս ինձ միշտ սովորեցրել է, որ ցանկացած աշխատանք, որն արվում է արժանապատվորեն գերազանց, լիակատար հարգանքի է արժանի։ Մարիամը մի քանի անգամ թարթեց աչքերը, կարծես չէր սպասում այդքան ուղիղ վստահ պատասխանի։ Նա սովոր էր մարդկանց, ովքեր փորձում էին տպավորել իրեն կամ ովքեր ընկրկում էին իր արտոնյալ սոցիալական դիրքի առաջ։ Իհարկե, իհարկե։ Ես ուրիշ բան նկատի չունեի, շտապեց ասել նա, փորձելով վերականգնել խոսակցության վերահսկողությունը։ Պարզապես դե հետաքրքիր է, թե ինչպես տարբեր ծագում ունեցող մարդիկ ի վերջո մրցում են նույն հնարավորությունների համար, չէ՞։ Կորպորատիվ աշխարհն այս առումով իսկապես ժողովրդավարական է։ Ծագում բառը արտասանվեց առանձնահատուկ խնամքով, Անահիտը հիանալի հասկացավ ենթատեքստը։ Բայց նսեմանալու փոխարեն նա զգաց, թե ինչպես է իր ներքին ուժն աճում։ Այո, ես դա հրաշալի եմ համարում, պատասխանեց Անահիտը, պահպանելով անկեղծ ժպիտը։ Դա նշանակում է, որ մենք ապրում ենք մի հասարակությունում, որտեղ արժանինքներն ու նկարագիրը կարող են գերակայել ցանկացած այլ հանգամանքի նկատմամբ։ Մարիամը մի պահ շփոթվեց։ Նա փորձել էր հաստատել գերազանցության ստորադասության դինամիկա, բայց Անահիտը չէր համագործակցում այդ սցենարի հետ։ Ընկրկելու փոխարեն երիտասարդ աղջիկը պատասխանում էր մի վստահությամբ, որը Մարիամը չէր սպասում։
Դու շատ լավատեսական հայացքներ ունես, մեկնաբանեց Մարիամը, վերականգնելով իրեն ընդունելով թեթակի վերամբարձ տոն։ Թե գործնականում իրականությունը մի փոքր ավելի բարդ է։ Համապատասխան պատրաստվածությունը, կապերը, միջազգային փորձը, ընտանեկան ծանոթությունները, այս ամենը շատ մեծ նշանակություն ունի այսպիսի մրցակցային շուկայում։ Անկասկած, հանգիստ համաձայնեց Անահիտը։ Եվ ես հավատում եմ, որ յուրաքանչյուր մարդ յուրահատուկ որակներ է բերում ցանկացած իրավիճակում։ Միջազգային փորձն արժեքավոր է, ինչպես կյանքի փորձը, վճռականությունը, խոնարհությունը, հնարավորությունն իսկապես գնահատելու կարողությունը, երբ այն հայտնվում է։ Դա մի նրբագեղ պատասխան էր, որն ուղղակիորեն չէր հարձակվում Մարիամի արտոնությունների վրա, բայց հաստատում էր, որ Անահիտը նույնպես ունի արժեքներ առաջարկելու համար։ Բառերի մենամարտը ընդհատվեց, երբ սենյակի դուռը բացվեց։ Մի միջին տարիքի կին, հագնված պրոֆեսիոնալ մուգ կապույտ կոստյումով, ներս մտավ, ողջունեց երկու աղջիկներին ջերմ, բայց գնահատող ժպիտով։ Բարի օր, աղջիկներ։ Ես Լիլիթ Կարապետյանն եմ, կորպորացիայի մարդկային ռեսուրսների տնօրենը։ Դուք Անահիտն ու Մարիամն եք։ Այո, տիկին, պատասխանեցին միաձայն, երկուսն էլ հարգանքով վեր կենալով։ Հիանալի է։ Պարոն Սահակյանը պատրաստ է ձեզ ընդունել։ Լիլիթը կանգնեց այնպես, որ խոսի երկուսի հետ միաժամանակ, նրա կեցվածքը ցույց էր տալիս ընտրության գործընթացներում ունեցած տարիների փորձը։ Բայց նախքան սկսելը, ցանկանում եմ համառոտ բացատրել, թե ինչպես կընթանա մեր այսօրվա գործընթացը։ Լիլիթը ժեստով հասկացրեց, որ նորից նստեն։ Դուք սկզբում միասին կհարցազրուցվեք։ Պարոն Սահակյանը մշակել է այս մեթոդաբանությունը, որովհետև սիրում է հետել, թե ինչպես են թեկնածուներն իրենց պահում խմբում, ինչպես են վարվում մրցակիցների ներկայությամբ, ինչպես են արձագանքում սոցիալական ճնշման տակ։ Անահիտը զգաց, թե ինչպես է իր սիրտն արագանում։ Խմբային հարցազրույցը մի բան էր, որը նա չէր նախատեսել, հիմա հասկանում էր, որ դա շատ ավելի մեծ մարտահրավեր է լինելու։ Այս առաջին փուլից հետո, շարունակեց Լիլիթը, հետելով երկուսի արձագանքներին, նա կարող է ընտրել առանձին զրուցել մեկի կամ երկուսի հետ, կախված իր նախնական գնահատականից։ Մարիամը վստահությամբ գլխով արեց։ Մենք լիովին հասկանում ենք, տիկին Կարապետյան։ Հաճույքով կմասնակցենք այդ գործընթացին։ Լիլիթը պրոֆեսիոնալ ժպտաց։ Հիանալի է։ Եվս մի բան, որ կցանկանայի նշել, սա շատ կարևոր է։ Նա դադար տվեց, համոզվելով, որ երկուսն էլ լիովին ուշադիր են։ Պարոն Սահակյանը հատկապես գնահատում է անկեղծությունը։ Նա ունի գրեթե բնազդային կարողություն զգալու, երբ ինչ-որ մեկը փորձում է լինել այնպիսին, ինչպիսին չկա, կամ դեր խաղալ։ Երկու աղջիկները կարճ հայացքներ փոխանակեցին։ Անահիտի համար դա սփոփանք էր, իմանալով, որ ազնվությունը կգնահատվի։ Մարիամի համար դա ավելի շատ նման էր հաղթահարվելիք տեխնիկական մարտահրավերի։ Հիմա, եթե ինձ հետ եք։ Լիլիթը նրանց առաջնորդեց նրբագեղորեն զարդարված միջանցքով։ Անահիտը դիտում էր պատերի արվեստի գործերը, շքեղ գորգերը, պատուհաններից բացվող քաղաքի հիասքանչ տեսարանը։ Դա մի աշխարհ էր, որը լիովին տարբեր էր իր իմացած որևէ բանից։ Մարիամը քայլում էր վստահությամբ, ասես այդ միջավայրն իր երկրորդ բնությունն էր։ Անահիտը նկատեց, թե ինչպես էր նա զուսպ բարում անցնող որոշ աշխատակիցների, կարծես նրանց արդեն ճանաչում էր։ Նրանք կանգ առան մուգ փայտից պատրաստված երկփեղկ դռան առաջ։ Լիլիթը մեղմ թակեց, սպասեց ներսից եկող պատասխանին։ Կարող եք ներս մտնել։ Ձայնը հաստատուն էր, հեղինակավոր, բայց ոչ վախեցնող։ Լիլիթը բացեց դուռը, ժեստով հասկացրեց աղջիկներին ներս մտնել։ Վիկտոր Սահակյանի գրասենյակը տպավորիչ էր։ Այն զբաղեցնում էր հարկի գրեթե ողջ մի կողմը, պատուհաններով, որոնք առաջարկում էին Երանի համայնապատկերային տեսարանը։ Դեկորը շքեղ էր, բայց ոչ ցուցադրական, ուշ նրբագեղություն հաղորդելով զուսպ ձով։ Վիթխարի աշխատանքային սեղանի հետից վեր կացավ մոտ 45 տարեկան մի տղամարդ։ Վիկտոր Սահակյանը բարձրահասակ էր, քունքերի մոտ ճերմակած մազերով, իսկ նրա աչքերը թափանցող էին, բայց ոչ թշնամական։ Նա հագած էր բարձրորակ մուգ կոստյում, նրա ներկայությունը բնականորեն գերիշխում էր միջավայրում։ Պարոն Սահակյան, Լիլիթը ներկայացրեց, սրանք այն թեկնածուներն են, որոնց մասին նշել էի, Անահիտն ու Մարիամը։ Վիկտորը քայլեց դեպի նրանց, ձեռքը մեկնելով ողջունելու համար։ Նրա ձեռքսեղմումը ամուր էր, հայացքը ուղիղ։ Հաճելի է ձեզ ճանաչել, ասաց նա, նրա ձայնը բնական հեղինակություն էր կրում։ Խնդրում եմ, զգացեք ձեզ ինչպես տանը։
Նա ցույց տվեց իր սեղանի դիմաց գտնվող երկու բազկաթոռները։ Աղջիկները նստեցին, Անահիտը նկատեց, թե ինչպես Մարիամն անմիջապես ընդունեց այնպիսի կեցվածք, որն ակնհայտորեն փորձել էր, ուղիղ, նրբագեղ, ձեռքերը նրբորեն դասավորված։ Վիկտորը վերադարձավ իր աթոռին, մի քանի վայրկյան լռությամբ դիտեց նրանց։ Անահիտը զգում էր, որ նա նախնական գնահատում է անում, նկատելով մանրուքներ, որոնք հավանաբար մարդկանց մեծամասնության աչքից կվրիպեին։ Դե ինչ, վերջապես սկսեց նա, ենթադրում եմ, որ դուք հետաքրքրված եք այս թափուր տեղով, այն հարցով, թե ինչ եմ ես փնտրում կրտսեր օգնականի մեջ։ Երկուսն էլ գլխով արեցին, լիովին ուշադիր։ Սա սովորական պաշտոն չէ։ Նա, ով կընտրվի, կաշխատի անմիջապես ինձ հետ տարբեր նախագծերի վրա, կմասնակցի կարևոր ժողովների, հասանելիություն կունենա գաղտնի տեղեկատվության։ Նա դադար տվեց, թույլ տալով, որ իր խոսքերի ծանրությունը ընկալվի։ Այդ պատճառով, ավելի քան տեխնիկական հմտությունները, որոնք կարելի է սովորեցնել, ես փնտրում եմ մեկին, ում կարող եմ լիովին վստահել։ Վիկտորը հենվեց իր աթոռին, նրա աչքերը հաջորդաբար նայում էին երկու թեկնածուներին։ Ասացեք ինձ։ Ինչ եք կարծում, որն է ամենակարևոր որակը մեկի համար, ով աշխատում է վստահության վրա հիմնված պաշտոնում։ Մարիամն առաջինը պատասխանեց, ասես պատասխանն արդեն լեզվի ծայրին էր։ Նրա կեցվածքն էլ ավելի ուղղվեց, նա ընդունեց վստահ արտահայտություն։ Պարոն Սահակյան, այդ հարցի շուրջ խորելուց հետո ես հաստատապես հավատում եմ, որ դա բացարձակ սպասությունն է, զուգորդված բարդ առաջադրանքներ կատարելու կարողությամբ։ Օգնականը պետք է լինի հենց ղեկավարի շարունակությունը, կանխատեսելով կարիքները, միշտ գործելով ամենաբարձր պրոֆեսիոնալ չափանիշներով, պահպանելով լիակատար գաղտնիություն զգայուն տեղեկատվության վերաբերյալ։ Վիկտորն ուշադիր լսում էր, բայց նրա դեմքի արտահայտությունը մնում էր չեզոք, գրեթե անվերծանելի։ Անահիտը նկատեց, որ նրան ավելի շատ հետաքրքրում էր, թե ինչպես էին պատասխանները կառուցվում, քան բուն բովանդակությունը։ Հետաքրքիր տեսակետ է, Մարիամ։ Դուք ակնհայտորեն մտածել եք գործառույթի տեխնիկական մասի մասին։ Վիկտորը դիտավորյալ դադար տվեց։ Իսկ դո, Անահիտ, ինչ ես մտածում այս մասին։ Անահիտը խորը շունչ քաշեց նախքան պատասխանելը, զգալով երկուսի հայացքն իր վրա։ Պարոն Սահակյան, իմ կարծիքով, ամենակարևոր որակը բացարձակ ազնվությունն է։ Մարդը կարող է աշխարհի բոլոր տեխնիկական հմտություններն ունենալ, բայց եթե նա լիովին անբասիր չէ, կարող է անդառնալի վնաս հասցնել ցանկացած կազմակերպության։ Ազնվություն, դանդաղ կրկնեց Վիկտորը, կարծես համտեսելով բառը։ Կարող ես ավելի մանրամասնել։ Դե, ես հավատում եմ, որ ազնվությունը շատ ավելին է, քան պարզապես չստելը։ Դա հաղորդակցության մեջ լիակատար թափանցիկություն ունենալն է, սեփական սխալների համար ամբողջական պատասխանատվություն ստանձնելը, միշտ ընկերության լավագույն շահերից ելնելով գործելը, նույնիսկ երբ ոչ ոք չի հետում։ Դա նույն մարդը լինելն է, երբ մենակ ես, երբ քեզ գնահատում են։ Մարիամը զուսպ հայացք նետեց Անահիտին, թեթակի զարմացած պատասխանի բնականությունից խորությունից։ Վիկտորը վեր կացավ իր աթոռից, քայլեց դեպի պատուհանը, մի քանի վայրկյան դիտելով քաղաքի տեսարանը։ Նրա ձեռքերը թիկունքում էին մի կեցվածքով, որը ցույց էր տալիս խորը խորհրդածություն։ Գիտեք, ասաց նա, առանց շրջվելու, ես այս ընկերությունը կառուցել եմ մի շատ պարզ նախադրյալի վրա։ Անբասիր մարդիկ ճիշտ որոշումներ են կայացնում նույնիսկ ծայրահեղ ճնշման տակ։ Որովհետև երբ նկարագիրը ամուր է, ճիշտ ընտրություններն ավտոմատ են դառնում։ Նա նորից շրջվեց դեպի նրանց, Անահիտը նկատեց, որ նրա աչքերում ինչ-որ բան փոխվել էր, մի ինտենսիվություն, որն առաջ չկար։ Կցանկանայի հիմա մի ավելի կոնկրետ հարց տալ։ Պատկերացրեք, որ դուք պարզում եք, որ մի գործընկեր սխալ բան է անում։ Ոչ մի սարսափելի բան, բայց մի բան, որը դեմ է ընկերության հստակ կանոններին։ Ինչպես կվարվեիք այդ նուրբ իրավիճակում։ Մարիամն անմիջապես պատասխանեց. Դա կկախվեր իրավիճակի կոնկրետ լրջությունից, այդ մարդու հետ ունեցած իմ հարաբերություններից։ Եթե դա փոքր բան լիներ, նախ կփորձեի անձամբ խոսել նրա հետ, առաջարկելով ուղղորդում։ Բայց եթե դա մի բան լիներ, որը կարող էր էապես վնասել ընկերությանը, չէի վարանի զեկուցել վերադասներին։ Վիկտորը գլխով արեց, սպասողական նայեց Անահիտին։ Ես կանեի հենց այն, ինչ Մարիամը սկզբում առաջարկեց, նախ կփորձեի խոսել այդ մարդու հետ։ Հավատում եմ, որ երբեմն մարդիկ անկեղծ սխալներ են թույլ տալիս կանոնների հստակ չլինելու պատճառով, ոչ թե անպայման վատ մտադրությամբ։
Բայց եթե նկատեի, որ սխալը դիտավորյալ էր կամ որ այդ մարդը պատրաստ չէ անմիջապես ուղղել այն, ապա այո, անհրաժեշտ կլիներ զեկուցել ընկերության ամբողջականությունը պաշտպանելու համար։ Իսկ եթե այդ մարդը շատ մոտ ընկեր լիներ, հարցը երկուսին էլ լիովին անակնկալի բերեց։ Դա ակնհայտորեն փորձ էր, թե ինչպես նրանք կվարվեին անձնական հարաբերությունների պրոֆեսիոնալ պարտականությունների մեջ եղած հակասությունների հետ։ Մարիամը մի պահ տատանվեց նախքան պատասխանելը, կենտրոնացած արտահայտություն հայտնվեց նրա դեմքին։ Դա չափազանց դժվար իրավիճակ կլիներ, բայց ընկերության հանդեպ հավատարմությունը միշտ պետք է առաջին տեղում լինի։ Անձնական ընկերությունը երբեք չի կարող վտանգել պրոֆեսիոնալ ամբասիրությունը։ Անահիտը մի քանի վայրկյան մտածեց, խնամքով կշռադատելով իր բառերը։ Դա կլիներ առերեսվելու հնարավոր ամենացավոտ իրավիճակներից մեկը։ Բայց ես հավատում եմ, որ իսկական ընկերությունը նա նշանակում է օգնել մարդուն անել ճիշտը, նույնիսկ եթե դա տվյալ պահին դժվար է։ Երբեմն լավ ընկեր լինել նշանակում է ունենալ դժվար խոսակցություններ։ Վիկտորը նորից նստեց, Անահիտը նկատեց, որ նա հետում էր ոչ միայն պատասխաններին, այլ նրանց մարմնի լեզվին, արտահայտվելու ձին, տատանման պահերին, արտահայտությունների անկեղծությանը։ Շատ լավ։ Հիմա կցանկանայի մի փոքր այլ բան առաջարկել։ Վիկտորը բացեց իր սեղանի կողային դարակը, հանեց մի սպիտակ ծրար։ Ես պետք է մի քանի րոպեով դուրս գամ, պատասխանելու մի անհետաձգելի միջազգային զանգի, որը չեմ կարող հետաձգել։ Երբ վերադառնամ, կանցկացնենք մեր հարցազրույցի եզրափակիչ մասը։ Նա ծրարը դրեց սեղանի վրա այնպիսի դիրքով, որ երկու աղջիկներն էլ կարողանային այն հստակ տեսնել։ Ծրարը մասնակի բաց էր, հնարավոր էր նկատել, որ այն պարունակում էր զգալի գումար։ Այս ծրարը պարունակում է մի արտաքին խորհրդատվության վճարը, որը ես պետք է մշակեմ այսօր, մինչ բանկերի փակվելը։ Խնդրում եմ հարմարավետ սպասել այստեղ մինչ իմ վերադարձը։ Վիկտորը հաստատուն քայլերով ուղղվեց դեպի դուռը։ Նախքան դուրս գալը, նա կարճ շրջվեց դեպի նրանց։ Լիովին азատ զգացեք ձեզ։ Կարող եք նայել գրապահարանի գրքերը, վայելել տեսարանը, հանգստանալ։ Կվերադառնամ 15 րոպեից։ Դուռը փակվեց նրա հետից մեղմ ձայնով, հաջորդած լռությունը գրեթե շոշափելի էր։ Անահիտն ու Մարիամը մնացին մենակ տպավորիչ գործադիր գրասենյակում, իսկ գումարով ծրարը հստակ երում էր փայլեցված մահագոնի սեղանի վրա։ Անահիտը նայեց գրասենյակի շուրջը, փորձելով հանգստանալ ընկալել միջավայրի մանրամասները։ Գրապահարանները լի էին բիզնեսի, տնտեսագիտության առաջնորդության մասին հատորներով։ Ցուցափեղկում կային որոշ մրցանակներ, պատվոգրեր, իսկ պատին շրջանակված մի մեջբերում։ Ամբասիրությունը ճիշտ բանն անելն է, երբ ոչ ոք չի հետում։ Մարիամը իր հերթին մի փոքր անհանգիստ էր թվում, մի քանի անգամ փոխելով դիրքը աթոռի վրա, զուսպ ստուգելով իր սմարթֆոնը։ Իսկապես տպավորիչ գրասենյակ է, այնպես չէ, բնականորեն մեկնաբանեց Անահիտը, փորձելով կոտրել լռությունը, նվազեցնել օդում առկա լարվածությունը։ Այո, շատ նրբագեղ է, լավ զարդարված, պատասխանեց Մարիամը, բայց նրա ուշադրությունը կարծես բաժանված էր։ Նա զուսպ նայում էր սեղանի վրայի ծրարին, հետո Անահիտին, հետո դռանը։ Անահիտը հանեց իր հեռախոսը, ստուգելու, թե արդյոք մորից հաղորդագրություն կա։ Վարդուհին խոստացել էր քաջալերական հաղորդագրություն ուղարկել հարցազրույցի ժամանակ, իսկապես մեկը եկել էր։ Եղիր այնպիսին, ինչպիսին կաս, աղջիկս։ Ես այստեղ քեզ համար բութ եմ պահում, շատ հպարտ եմ այն քաջ երիտասարդով, որը դու դարձել ես։ Մինչ Անահիտը կարդում էր հաղորդագրությունը, հուզված ժպիտով արագ պատասխանում էր, շնորհակալություն հայտնելով աջակցության համար, Մարիամը վեր կացավ իր աթոռից թվացյալ բնական շարժումով։ Ես պարզապես մի փոքր ավելի լավ նայեմ այս տպավորիչ տեսարանին, ասաց Մարիամը, քայլելով դեպի հատակից առաստաղ ձգվող պատուհանը, որն առաջարկում էր մայրաքաղաքի համայնապատկերը։ Անահիտը շարունակեց կենտրոնացած մնալ հեռախոսի վրա, քնքշորեն պատասխանելով մոր հաղորդագրությանը, փորձելով հանդարտեցնել նյարդերը հարցազրույցի շարունակության համար։ Պահի ադրենալինը բարձր էր, բայց նա գոհ էր իր մինչ այժմ ունեցած ելույթից։ Մի քանի րոպե նրանք այդպես մնացին։ Անահիտը, խորասուզված իր անձնական հաղորդագրությունների մեջ, փորձելով մտքում պատրաստել հնարավոր լրացուցիչ հարցերի պատասխանները, իսկ Մարիամը թվացյալ հիանալով գրասենյակի դեկորի շքեղ մանրամասներով։ Միջավայրը լռակյաց էր, բացի օթորակիչի գրեթե անլսելի ձայնից ներքում գտնվող քաղաքի հեռավոր աղմուկից։ Մարիամը վերադարձավ իր աթոռին Վիկտորի սենյակ վերադառնալուց մի քանի վայրկյան առաջ։
Երբ նա ներս մտավ, երկու աղջիկներն էլ հարգանքով ողջունեցին նրան, վեր կենալով իրենց տեղերից։ Ներողություն անհրաժեշտ ընդհատման համար։ Հիմա կարող ենք շարունակել եզրափակիչ փուլը։ Վիկտորն ուղղվեց դեպի իր աթոռը, բայց կտրուկ կանգ առավ, նայելով սեղանին։ Նրա դեմքի արտահայտությունն ամբողջությամբ փոխվեց։ Պրոֆեսիոնալ ջերմ վերաբերմունքից այն դարձավ լուրջ տեսանելիորեն մտահոգ։ Այստեղ լուրջ խնդիր կա, ասաց նա, նրա ձայնն այնպիսի հեղինակություն էր կրում, որ երկու աղջիկներն էլ անմիջապես ուղղվեցին աթոռների վրա։ Պարոն, հարցրեց Մարիամը, թվացյալ անկեղծ շփոթմունքով։ Այս ծրարի միջի գումարն ամբողջությամբ անհետացել է։ Հաջորդած լռությունը լի էր լարվածությամբ։ Անահիտը զգաց, թե ինչպես է իր սիրտը խառնվում, ոչ թե մեղքի զգացումից, այլ թաքնված մեղադրանքի լրջությունից։ Երբ ես դուրս եկա այս սենյակից, այս ծրարում 50,000 դրամ կար։ Հիմա ծրարը դատարկ է։ Վիկտորն ուղիղ նայեց երկու աղջիկներին։ Այս ընթացքում այստեղ եղել ենք միայն մենք երեքս։ Մարիամն անմիջապես վեր կացավ իր տեղից, վրդովված արտահայտությամբ։ Պարոն Սահակյան, կարող եմ վստահեցնել, որ ես ձեռք չեմ տվել ոչ մի բանի, որն ինձ չի պատկանում։ Անահիտը նույնպես վեր կացավ, բայց ավելի դանդաղ։ Ես նույնպես ոչինչ չեմ վերցրել, պարոն։ Գրեթե ողջ ընթացքում աթոռին նստած եմ եղել։ Վիկտորը դանդաղ քայլեց սեղանի շուրջը, նրա աչքերը վերլուծում էին յուրաքանչյուր արտահայտություն, յուրաքանչյուր արձագանք։ Հասկանում եմ, որ սա շատ անհարմար իրավիճակ է երկուսիդ համար էլ, ասաց նա հանգիստ, բայց հաստատուն ձայնով։ Եվ ես իսկապես կցանկանայի սա լուծել հնարավորինս քաղաքակիրթ ձով։ Մարիամը խաչեց ձեռքերը, նրա կեցվածքը վրդովմունք էր ցույց տալիս։ Պարոն Սահակյան, ես գալիս եմ շատ ապահովված ընտանիքից։ Երբեք չէի իջնի այն մակարդակի, որ վերցնեի մի բան, որն ինձ չի պատկանում։ Սա վիրավորական է։ Անահիտը մի քանի վայրկյան լռեց, մարսելով իրավիճակը։ Պարոն Սահակյան, ես հասկանում եմ, որ դուք պետք է հետաքննեք պատահածը։ Եթե կա որևէ բան, որով կարող եմ օգնել պարզելու եղելությունը, ես պատրաստ եմ։ Շատ լավ։ Սա լուծելու մի պարզ կա։ Վիկտորը վերադարձավ իր աթոռին։ Կցանկանայի ստուգել ձեր երկուսի պայուսակները։ Անահիտն անմիջապես համաձայնեց։ Իհարկե, ոչ մի խնդիր։ Մարիամը վայրկյանի մի մաս տատանվեց նախքան համաձայնելը։ Եթե դա անհրաժեշտ է փաստերը պարզելու համար, ապա այո։ Վիկտորը նախ դիմեց Անահիտին։ Կարող եմ տեսնել քո պայուսակը, խնդրում եմ։ Անահիտն առանց վարանելու հանձնեց կտորից իր պարզ, ասեղնագործված պայուսակը։ Վիկտորը խնամքով զննեց այն, ստուգելով յուրաքանչյուր բաժին։ Ներսում միայն հիմնական անձնական իրերն էին։ Դրամապանակ մի քանի հազար դրամով, փաստաթղթեր, մի քանի կոնֆետ, որոնք Վարդուհին դրել էր հաջողության համար, հեռախոսը։ Շնորհակալություն, Անահիտ։ Նա վերադարձրեց պայուսակը, դիմեց Մարիամին։ Մարիամ։ Մարիամը հանձնեց իր բրենթային պայուսակը, բայց նրա ձեռքերը թեթակի դողում էին։ Վստահ եմ, որ սա պարզապես թյուրիմացություն է։ Վիկտորը բացեց թանկարժեք կաշվե պայուսակը, սկսեց զննել։ Այնտեղ կային դրամապանակ, հեռախոսներ, դիմահարդարման պարագաներ, տարբեր քարտեր, հետո կայծակաճարմանդով ներքին գրպանում նա գտավ մի բան, որը ստիպեց նրա դեմքին խստանալ։ Դանդաղ նա դուրս հանեց մի ծրար, նույնական այն մեկին, որը սեղանի վրա էր, գումարը։ Լռությունը սենյակում դարձավ խուլ։ Մարիամը նայեց Վիկտորի ձեռքի ծրարին ապշահար արտահայտությամբ։ Դա հնարավոր չէ, շշնջաց նա, ձայնը դողում էր։ Վիկտորը գումարը դրեց սեղանին, ուղիղ նայեց Մարիամի աչքերին։ Կարող եք բացատրել, թե ինչպես է սա հայտնվել ձեր պայուսակում։ Մարիամը նայում էր Վիկտորի ձեռքի գումարին, ասես տեսիլք էր տեսնում։ Նրա ձեռքերը տեսանելիորեն դողում էին, այն ողջ նրբագեղ կեցվածքը, որը նա պահպանել էր հարցազրույցի ընթացքում, ամբողջությամբ անհետացել էր։ Նրա դեմքը գունատ էր, նա կարծես դժվարությամբ էր շնչում։ Ես չեմ հասկանում, թե ինչպես է դա այնտեղ հայտնվել, կակազեց նա, նրա ձայնը կորցրել էր նախկին վստահությունը, հնչում էր գրեթե հուսահատ։ Ինչ-որ մեկը պետք է այն դրած լինի իմ պայուսակում։ Ես երբեք նման բան չէի անի։ Իմ ընտանիքը, մեր համբավը։ Անահիտը հետում էր տեսարանին շոկի անկեղծ խղճահարության բարդ խառնուրդով։
Նույնիսկ Մարիամի կողմից ողջ օրվա ընթացքում արված բոլոր նուրբ սադրանքներից նսեմացնելու փորձերից հետո նա չէր կարողանում բավարարվածություն զգալ, տեսնելով մեկ այլ մարդու այդպիսի խորը հուսահատության մեջ։ Վիկտորը մի քանի վայրկյան լռեց, որոնք հավերժություն թվացին, խնամքով ուսումնասիրելով երկու աղջիկների արտահայտությունները։ Նրա դեմքն անթափանց դիմակ էր, բայց աչքերը կարծես ինչ-որ բան էին հաշվարկում, ասես գնահատում էր յուրաքանչյուր արձագանք, յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր շարժում։ Մարիամ, վերջապես ասաց նա, նրա ձայնը պահպանում էր պրոֆեսիոնալ տոնը, բայց լի էր լրջությամբ, դուք ենթադրում եք, որ ինչ-որ մեկը այդ գումարը դրել է ձեր պայուսակում առանց ձեր նկատելու։ Հենց այդպես պետք է լինի, Մարիամն արագ պատասխանեց, հուսահատորեն կառչելով այդ հնարավորությունից, ինչպես խորտակվողը փրկողակից։ Երբ ես աթոռից վեր կացա տեսարանին նայելու, գուցե ինչ-որ մեկն օգտվել է այդ պահից։ Նա ուղիղ նայեց Անահիտին, թաքնված մեղադրանքը բյուրեղյա պարզ էր ու ցավոտ։ Անահիտն ամբողջ ժամանակ հեռախոսով էր զբաղված, շարունակեց Մարիամը, նրա ձայնը ուժ էր հավաքում, կառուցելով հուսահատ տեսությունը։ Նա կարող էր հեշտությամբ վերցնել գումարը սեղանից հետո դնել իմ պայուսակում, երբ ես վեր կացա։ Դա միակ տրամաբանական բացատրությունն է։ Անահիտն այնպիսի զգացողություն ունեցավ, ասես հարված էին հասցրել իր որովայնին։ Մեղադրանքն այնքան անսպասելի էր, այնքան անարդար դաժան, որ մի պահ նա լիովին պապանձվեց, պարզապես նայելով Մարիամին կատարյալ անհավատությամբ։ Ես դա չեմ արել, վերջապես ասաց Անահիտը, նրա ձայնը հաստատուն էր, չնայած հուզական շոկին։ Ես պարզապես պատասխանում էի մորս ջերմ հաղորդագրությանը։ Ձեր բացակայության ընթացքում ես ոչ մի անգամ աթոռից վեր չեմ կացել։ Ինչպես կարող եմ վստահ լինել դրանում, պնդեց Մարիամը, նրա հուսահատությունն աճում էր շոշափելիորեն։ Պարոն Սահակյան, խնդրում եմ, տրամաբանորեն մտածեք ողջ իրավիճակի մասին։ Ով այստեղ ավելի շատ շարժառիթ ունի այս գումարը վերցնելու համար։ Ես, ով գալիս եմ ֆինանսապես ապահովված ընտանիքից, թե նա, ով Մարիամը կտրուկ լռեց, հասկանալով, որ պատրաստվում էր մի սարսափելի անդառնալի բան ասել։ Ավարտեք ձեր նախադասությունը, Մարիամ, ասաց Վիկտորը վտանգավոր հանգիստ ձայնով, որը սենյակի օդն էլ ավելի ծանրացրեց։ Մարիամը կուլ տվեց թուքը, հասկանալով, որ իրեն ավելի վատ դրության մեջ է դրել։ Ես պարզապես ուզում էի ասել, որ տարբեր տնտեսական հանգամանքները կարող են մարդկանց դրդել անել բաներ, որոնք նրանք սովորաբար չէին անի։ Դա նրա մեղքը չէ, դա պարզապես կարիքն է։ Հաջորդած լռությունը լի էր գրեթե անտանելի լարվածությամբ։ Անահիտը զգաց, թե ինչպես են արցունքները հայտնվում իր աչքերում, ոչ թե տխրությունից, այլ մեղադրանքի բացարձակ անարդարության այն ձի պատճառով, որով իր ընտանեկան ծագումն օգտագործվում էր իր դեմ։ Մարիամ, ասաց Անահիտը, նրա ձայնը թեթակի դողում էր, բայց դեռ հաստատուն էր ու արժանապատիվ, ես կարող էի չունենալ քո թանկարժեք կրթությունը կամ քո բրենդային հագուստները, բայց ես ունեմ մի բան, որը դու ակնհայտորեն չունես՝ նկարագիր։ Ես նախընտրում եմ լինել համեստ, բայց ազնիվ, քան հարուստ անազնիվ։ Մայրս ինձ սովորեցրել է, որ մեր արժանապատվությունը կախված չէ մեր ունեցածից, այլ նրանից, թե ով ենք մենք։ Վիկտորը լուր հետում էր ողջ խոսակցությանը, բայց Անահիտը նկատեց, որ նրա աչքերը փայլում էին ինչ-որ բանով, որը նման էր բավարարվածության, հավանության։ Դժվար էր վերծանել։ Շատ հետաքրքիր է, վերջապես ասաց Վիկտորը, նրա ձայնն այլ տոն ստացավ, թե ինչպես ծայրահեղ ճնշման իրավիճակը բացահայտում է մարդկանց իսկական նկարագիրը։ Մարիամը հուսադրված շրջվեց դեպի նրան, մեկնաբանելով խոսքը որպես աջակցություն։ Ուրեմն դուք հասկանում եք, որ ես չէի կարող դա անել, որ դա պետք է նա լիներ։ Հուսահատ մարդիկ հուսահատ քայլերի են դիմում։ Օ, ես հիանալի հասկանում եմ, թե ինչ է այստեղ կատարվել, պատասխանեց Վիկտորը, դանդաղ վեր կենալով աթոռից մի հանգստությամբ, որը հակադրվում էր աղջիկների հուզմունքին։ Իրականում ես տեսել եմ հենց այն, ինչ տեղի է ունեցել իմ բացակայության ժամանակ։ Երկու աղջիկներն էլ նրան նայեցին կատարյալ շփոթմունքով։ Տեսնում եք, այս գրասենյակում կան թաքնված անվտանգության տեսախցիկներ։ Դա անվտանգության ստանդարտ միջոց է այսպիսի մեծ կորպորացիայի ցանկացած գլխավոր տնօրենի համար։ Վիկտորը քայլեց դեպի պատը, որտեղ մի թվացյալ դեկորատիվ նկար կար։ Հեռակառավարման վահանակի մի հպումով մի փոքրիկ էկրան վառվեց, ցույց տալով սենյակի տեսագրությունը։ Մարիամի դեմքից արյունը լիովին քաշվեց։ Անահիտը զգաց թեթության հետաքրքրության ինտենսիվ խառնուրդ այն մասին, թե կոնկրետ ինչ էին ֆիքսել տեսախցիկները։
Թույլ տվեք ցույց տալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել, ասաց Վիկտորը, կարգավորելով տեսագրությունն այն պահի վրա, երբ նա դուրս էր եկել սենյակից։ Էկրանին նրանք տեսնում էին իրենց աթոռներին նստած Վիկտորի դուրս գալուց հետո։ Պատկերը պարզ էր, որակը գերազանց։ Անահիտն ակնհայտորեն կենտրոնացած էր իր հեռախոսի վրա, ճիշտ այնպես, ինչպես ասել էր։ Մարիամը մյուս կողմից վեր էր կացել քայլում էր սենյակում, բայց ոչ թե տեսարանով հիանալու համար։ Տեսագրությունը հստակ ցույց էր տալիս, թե ինչպես է Մարիամը մոտենում սեղանին, արագ նայում Անահիտին, համոզվելու համար, որ իրեն չեն հետում, հետո մտածված շարժումներով վերցնում գումարով ծրարը։ Բայց սա դեռ պատմության ամենահետաքրքիր մասը չէ, շարունակեց Վիկտորը, առաջ տալով տեսագրությունը մի քանի վայրկյան։ Հիմա նրանք տեսնում էին, թե ինչպես է Մարիամը վերցնում իր սեփական պայուսակը չափազանց զգույշ շարժումներով ծրարի մի մասը տեղափոխում դրա մեջ։ Բայց հետո պայուսակը տեղը դնելու փոխարեն, նա զգուշորեն մոտենում էր այն աթոռին, որտեղ Անահիտն էր նստած։ Տեսագրությունը ցույց էր տալիս, թե ինչպես է Մարիամը համբերատար սպասում մի պահի, երբ Անահիտը հատկապես խորասուզված էր հեռախոսի մեջ, հետո գողունի կերպով բացում է Անահիտի պայուսակը գումարի մնացած մասը դնում ներսում։ Տեսագրության մեջ Մարիամն այնուհետ արագ վերադառնում էր իր աթոռին, Վիկտորի սենյակ մտնելուց ընդամենը մի քանի վայրկյան առաջ։ Գրասենյակի լռությունը բացարձակ խուլ էր։ Անահիտը նայում էր էկրանին զարմանքի սարսափի խառնուրդով, վերջապես հասկանալով կատարվածի ողջ մասշտաբը։ Մարիամը ոչ միայն գողացել էր, այլ դիտավորյալ փորձել էր իրեն մեղադրել հաշվարկված դաժան ձով։ Մարիամն ամբողջությամբ քարացել էր, դեմքը թղթի պես սպիտակ, նայելով էկրանին, ասես չէր կարողանում հավատալ, որ իրեն բռնացրել են։ Բայց այս պատմության մի եզրափակիչ մաս էլ կա, ասաց Վիկտորը, կանգնեցնելով տեսագրությունը շրջվելով դեպի երկու աղջիկները։ Տեսնում եք, ես սենյակից դուրս չէի եկել անհետաձգելի միջազգային զանգի պատասխանելու համար։ Երկու աղջիկները նրան նայեցին շփոթված։ Ես գնացել էի հարան սենյակ, որտեղից կարող եմ հետել այն ամենին, ինչ կատարվում է այստեղ, մոնիտորինգի համակարգի միջոցով։ Սեղանի վրայի գումարով ծրարը։ Այնտեղ էր դրված դիտավորյալ։ Դա փորձություն էր։ Իրականության զգացումը երկուսին էլ հարվածեց կայծակի պես։ Նկարագրի փորձություն, շարունակեց Վիկտորը։ Ես ուզում էի տեսնել, թե ձեզնից յուրաքանչյուրն ինչպես կարձագանքի, երբ բախվի հեշտ շահույթի հնարավորությանը այն համոզմունքին, որ ձեզ չեն բացահայտի։ Նա ուղղակիորեն դիմեց Մարիամին։ Դուք ոչ միայն տապալեցիք փորձությունը, վերցնելով գումարը, այլ ավելի հեռուն գնացիք, փորձեցիք մեղադրել մի անմեղի, ձեր մեղքը ծածկելու համար։ Մարիամը վերջապես գտավ իր ձայնը, բայց դա ընդամենը հուսահատ շշուկ էր։ Պարոն Սահակյան, ես խուճապի մատնվեցի։ Երբ հասկացա, թե ինչ եմ արել, փորձեցի ուղղել։ Ուղղել, կրկնեց Վիկտորը, նրա ձայնը լի էր անհավատությամբ։ Դուք փորձեցիք կործանել մի անմեղ երիտասարդ աղջկա համբավը, ձեր սեփական կաշին փրկելու համար։ Դա ուղղում չէ, դա վախկոտություն է։ Անահիտը շարունակում էր լռել, դեռ մարսելով այն ամենը, ինչ տեղի էր ունեցել վերջին րոպեների ընթացքում։ Նա թեթություն էր զգում, որ իր անմեղությունն ապացուցվել էր, բայց նա խորապես ցնցված էր այն դիտավորյալ չարությունից, որի զոհն էր դարձել։ 15 տարի այս ընկերությունը ղեկավարելով շարունակեց Վիկտորը, ես սովորել եմ, որ տեխնիկական հմտությունները կարելի է սովորեցնել, փորձը կարելի է ձեռք բերել, բայց նկարագիրը կամ ունես, կամ չունես։ Եվ երբ չունես, աշխարհի ոչ մի դասընթաց չի կարող լրացնել այդ պակասը։ Նա շրջվեց դեպի Անահիտը։ Դու մյուս կողմից ոչ միայն դիմակայեցիր գայթակղությանը, այլ երբ քեզ տահոտ մեղադրեցին, պահպանեցիր քո արժանապատվությունը, պաշտպանեցիր քո սկզբունքները, առանց անձնապես հարձակվելու քեզ մեղադրողի վրա։ Մարիամը կտրուկ վեր կացավ իր աթոռից։ Սա թակարդ էր։ Ձեր կողմից անազնիվ էր մեզ այդպես փորձարկելը։ Անազնիվ, Վիկտորը բարձրացրեց հոնքը։ Մարիամ, ես գումար եմ դրել իմ սեփական սեղանին, իմ սեփական գրասենյակում։ Ոչ մի պահ չեմ ասել, որ դուք կարող եք այն վերցնել։ Եթե դա թակարդ էր, ապա թակարդ էր միայն նրանց համար, ովքեր արդեն իսկ սխալ բան անելու մտադրություն ունեին։ Տրամաբանությունն անհերքելի էր։ Մարիամը հասկացավ, որ չկան փաստարկներ, որոնք կարող են փրկել իր իրավիճակը։ Պարոն Սահակյան, փորձեց նա վերջին անգամ, ես մի սարսափելի սխալ թույլ տվեցի, բայց ես կարող եմ սովորել։ Կարող եմ բարելավվել։ Իմ ընտանիքն ունի ազդեցություն, կապեր, որոնք կարող են օգտակար լինել ընկերությանը։
Դադարեցրեք, կտրուկ ընդհատեց Վիկտորը։ Դուք դեռ չեք հասկացել։ Հարցը ազդեցությունը կամ կապերը չեն։ Հարցը վստահությունն է։ Ինչպես կարող եմ վստահել կարևոր նախագծեր մեկին, ով կգողանար առաջին իսկ հնարավորության դեպքում հետո կփորձեր մեղադրել անմեղին։ Մարիամը հասկացավ, որ ամբողջությամբ պարտվել է։ Նա վերցրեց իր պայուսակը կոշտ շարժումներով ուղղվեց դեպի դուռը։ Դուք սխալ եք թույլ տալիս, ասաց նա, նրա ձայնը խառնված էր բարկության հուսահատության հետ։ Դուք կորցնում եք բարձրագույն կրթությամբ, միջազգային փորձով այսպիսի մեծ ընկերությունը պատշաճ ներկայացնելու համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսներով թեկնածուի։ Վիկտորը հետեց նրա քայլերին մինչ դուռը նախքան պատասխանելը։ Մարիամ, գուցե ես կորցնում եմ տեխնիկապես որակավորված մի թեկնածուի, բայց նախընտրում եմ դա, քան աշխատանքի վերցնել մեկին, ով պատրաստ է կործանել այլ մարդկանց իր նպատակներին հասնելու համար։ Այս խոսքերով Մարիամը դուրս եկավ սենյակից, ուժգին փակելով դուռը իր հետից։ Վիկտորն ու Անահիտը մնացին մենակ գրասենյակում։ Լռությունը խորն էր, բայց ոչ անհարմար։ Կարծես ողջ լարվածությունը սենյակից դուրս էր եկել Մարիամի հետ միասին։ Անահիտ, վերջապես ասաց Վիկտորը, նրա ձայնն այժմ շատ ավելի մեղմ էր, ցավում եմ, որ դու ստիպված եղար անցնել այս ամենի միջով։ Շնորհակալություն, պարոն Սահակյան։ Դա սարսափելի էր մեղադրվել մի բանում, որը չեմ արել։ Պատկերացնում եմ։ Բայց դու հիանալի դիմակայեցիր իրավիճակին։ Պահպանեցիր քո կեցվածքը, պաշտպանեցիր սկզբունքներդ, չկորցրիր մարդկայնություն նույնիսկ այն ժամանակ, երբ քեզ վրա անարդարացիորեն հարձակվում էին։ Վիկտորը վերադարձավ իր աթոռին ժեստով հասկացրեց Անահիտին նույնպես նստել։ Հիմա եկեք խոսենք իրական պատճառի մասին, թե ինչու ես դու այստեղ։ Անահիտը նորից նստեց, դեռ փորձելով մարսել այն ամենը, ինչ տեղի էր ունեցել վերջին րոպեների ընթացքում։ Փորձությունը, Մարիամի դավաճանությունը, տեսախցիկների բացահայտումը։ Այս ամենն անիրական էր թվում, ասես դրամատիկ ֆիլմի մաս լիներ։ Վիկտորը մի քանի վայրկյան դիտեց նրան, առաջին անգամ այն պահից, երբ նա մտել էր այդ սենյակը, Անահիտը նրա աչքերում տեսավ ավելին, քան պարզապես պրոֆեսիոնալիզմը։ Այնտեղ կար անկեղծ ջերմություն, գրեթե հայրական։ Գիտես, Անահիտ, երբ մայրդ մոտեցավ ինձ Լիլիթին քո մասին խոսելու համար, ես հետաքրքրվեցի։ Վարդուհին արդեն 15 տարի է աշխատում այստեղ, այդ ողջ ընթացքում նա երբեք ոչինչ չի խնդրել իր համար։ Երբեք աշխատավարձի բարձրացում չի ուզել, երբեք չի բողոքել աշխատանքային պայմաններից, երբեք խնդիրներ չի ստեղծել։ Պարզապես կատարում է իր աշխատանքը գերազանցությամբ, արժանապատվությամբ։ Անահիտը հպարտության ալիք զգաց մոր համար, լսելով այս խոսքերը։ Երբ նա վերջապես մի բան խնդրեց, ոչ թե իր, այլ դստեր համար, ես հասկացա, որ դա պետք է հատուկ լինի։ Վարդուհին վտանգեց իր սեփական դիրքը ընկերությունում, անելով այդ երաշխավորությունը։ Եթե դու չհամապատասխանեիր սպասելիքներին, դա կարող էր բացասական հետանքներ ունենալ նրա համար։ Մայրս ինձ երբեք դա չէր ասել, շշնջաց Անահիտը, հասկանալով, թե որքան էր Վարդուհին վտանգել իր համար։ Իհարկե չէր ասի։ Վարդուհին իմ ճանաչած ամենաանձնազոհ մարդկանցից մեկն է։ Բայց հարցն այն է, որ նա այնքան էր հավատում քեզ, որ պատրաստ էր իր պրոֆեսիոնալ համբավը խաղադրույքի դնել քո նկարագրի վրա։ Վիկտորը վեր կացավ, քայլեց դեպի պատուհանը, նայելով քաղաքի տեսարանին։ Տեսնում ես, Անահիտ, ես նույնպես համեստ ծագում ունեմ։ Հայրս մեխանիկ էր, մայրս՝ դերձակ։ Ես մեծացել եմ այս նույն մայրաքաղաքի շատ պարզ մի թաղամասում։ Երբ երիտասարդ էի, ես էլ եմ բախվել իրավիճակների, երբ մարդիկ փորձել են ինձ նսեմացնել իմ ծագման պատճառով։ Անահիտը նրան ուշադիր լսում էր, զարմացած այդ անձնական բացահայտումից։ Ես այս ընկերությունը կառուցել եմ այն համոզմունքի վրա, որ նկարագիրն ավելի կարևոր է, քան ցանկացած այլ որակավորում։ Որովհետև հմտությունները կարող են սովորեցվել, բայց ամբասիրությունը դա մի բան է, որը գալիս է ներսից։ Նա շրջվեց դեպի աղջիկը։ Այն, ինչ դու այսօր ցույց տվեցիր, ոչ միայն ազնվություն էր, այլ քաջություն։ Քաջություն պահպանելու քո սկզբունքները նույնիսկ ճնշման տակ, քաջություն պաշտպանելու քո արժանապատվությունը, առանց հարձակվելու նրա վրա, ով քեզ վրա էր հարձակվում։ Անահիտը զգաց, թե ինչպես են աչքերը լցվում արցունքներով, ոչ թե տխրությունից, այլ զուտ հուզմունքից։ Պարոն Սահակյան, ասաց նա հուզված ձայնով, ես միայն արեցի այն, ինչ մայրս է ինձ սովորեցրել։ Նա միշտ ասում էր, որ մեր հարստությունը մեր նկարագրի մեջ է, ոչ թե մեր բանկային հաշվի։
Վիկտորը ժպտաց, առաջին անկեղծ ժպիտը, որ Անահիտը տեսավ սենյակ մտնելուց ի վեր։ Վարդուհին քեզ լավ է սովորեցրել։ Եվ հիմա ես կցանկանայի քեզ մի առաջարկ անել։ Անահիտն ուղղվեց աթոռի վրա, նրա սիրտը նորից սկսեց արագ բաբախել։ Կրտսեր օգնականի հաստիքը քոնն է, եթե դու դա ուզում ես։ Սկզբնական աշխատավարձը 3 անգամ ավելի կլինի, քան ձեր ընտանիքի ներկայիս եկամուտը։ Բացի այդ, ընկերությունը կհովանավորի քո ուսումը։ Դու կկարողանաս սովորել ցանկացած համալսարանում, որը կցանկանաս երեկոյան բաժնում, բոլոր ծախսերը կհոգա կորպորացիան։ Անահիտը մի քանի վայրկյան լռեց, փորձելով ընկալել այն ամենը, ինչ լսում էր։ Դա շատ ավելին էր, քան նա երբեք երազել էր։ Բայց սա դեռ ամենը չէ, շարունակեց Վիկտորը։ Ուզում եմ, որ իմանաս, սա բարեգործություն չէ։ Սա ներդրում է։ Ես քո մեջ ներուժ եմ տեսնում, ոչ միայն քո ազնվության պատճառով, այլ քո խելքի, դժվարությունների հետ վարվելու քո հասունության ճնշման տակ անգամ նրբագեղություն պահպանելու կարողության պատճառով։ Նա վերադարձավ իր աթոռին։ Դե ինչ, Անահիտ, ընդունում ես մարտահրավերը։ Մի պահ Անահիտը չկարողացավ խոսել։ Ապագայի վերաբերյալ բոլոր անհանգստությունները, բոլոր այն գիշերները, երբ նա արթուն էր մնացել, ինքն իրեն հարցնելով, թե ինչպես է օգնելու ընտանիքին, բոլոր այն երազանքները, որոնք անհնար էին թվում։ Ամեն ինչ փոխվում էր հենց այդ վայրկյանին։ Ես ընդունում եմ։ Ընդունում եմ մեծ հպարտությամբ, երախտագիտությամբ։ Հիանալի է։ Լիլիթը կզբաղվի բոլոր փաստաթղթերով, ձակերպումներով։ Դու կսկսես հաջորդ երկուշաբթի օրվանից։ Վիկտորը բացեց մի դարակ, հանեց որոշ փաստաթղթեր։ Սրանք նախնական պայմանագրերն են տեղեկատվություն արտոնությունների մասին։ Տար տուն, հանգիստ կարդա, եթե հարցեր ունենաս, կարող ես դիմել անմիջապես ինձ։ Անահիտը վերցրեց թղթերը թեթակի դողացող ձեռքերով։ Դա իրական էր։ Դա իսկապես տեղի էր ունենում։ Պարոն Սահակյան, կարող եմ մի հարց տալ։ Իհարկե։ Ինչու դուք ստեղծեցիք այդ փորձությունը։ Միթե ավելի պարզ չէր լինի պարզապես սովորական հարցազրույց անցկացնել։ Վիկտորը հենվեց իր աթոռին, կշռադատելով հարցը։ Որովհետ, Անահիտ, ցանկացած մարդ կարող է խոսել ազնվության մասին հարցազրույցի ժամանակ։ Մարիամը շատ լավ էր խոսում անբասիրության սկզբունքների մասին։ Բայց խոսելը հեշտ է։ Այն, ինչ իրականում կարևոր է, թե ինչպես է մարդը գործում, երբ կարծում է, որ ոչ ոք չի հետում։ Նա դադար տվեց։ Բացի այդ, այսպիսի բարձր վստահության պաշտոններում մարդը հասանելիություն կունենա գաղտնի տեղեկատվության, գումարի հնարավորությունների, որտեղ հեշտ կլինի անարդար առավելություն ստանալ։ Ես պետք է լիովին վստահ լինեմ։ Անահիտը գլխով արեց, հասկանալով տրամաբանությունը։ Իսկ Մարիամի մասին նա իսկապես ուներ այն բոլոր որակավորումները, որոնց մասին նշեց։ Այո, ուներ։ Հիանալի կրթություն, միջազգային փորձ, ընտանեկան կապեր։ Տեխնիկապես նա տպավորիչ թեկնածու էր, Վիկտորը հառաչեց։ Բայց ինչ օգուտ այդ ողջ պատրաստվածությունից, եթե մարդն այն օգտագործում է ուրիշներին վնասելու համար։ Նրանց ընդհատեց դռան թակոցը։ Լիլիթը ներս մտավ, պրոֆեսիոնալ ժպտալով։ Պարոն Սահակյան, կարող եմ ձակերպել նոր աշխատակցի փաստաթղթերը։ Այո, Լիլիթ։ Անահիտը կլինի մեր նոր կրտսեր օգնականը։ Լիլիթը ջերմորեն ողջունեց Անահիտին։ Բարի գալուստ մեր թիմ։ Վստահ եմ, որ այստեղ մեծ հաջողությունների կհասնես։ Լիլիթի հետ որոշ մանրամասներ ճշտելուց հետո Անահիտը պատրաստվեց դուրս գալ։ Վիկտորն ուղեկցեց նրան մինչ դուռը։ Անահիտ, մի վերջին բան, ասաց նա։ Երբ տուն հասնես, մի շատ առանձնահատուկ գրկիր Վարդուհուն։ Նա ոչ միայն հրաշալի դուստր է մեծացրել, այլ փոխել է ձեր ընտանիքի ապագան։ Անպայման կանեմ, պարոն։ Եվ շնորհակալություն։ Ամեն ինչի համար։ Ինձ այս հնարավորությունը տալու համար, արդար լինելու համար, արտաքինից այն կողմ տեսնելու համար։ Շնորհակալությունը ես պետք է հայտնեմ։ Մի քանի ամսից դու կհասկանաս, որ իրականում շահողը ես եմ եղել։ Անահիտը վերելակով իջավ այնպիսի զգացողությամբ, ասես օդում էր սավառնում։ Երբ հասավ առաջին հարկ, տեսավ Վարդուհուն, որն անհանգիստ սպասում էր ընդունարանում։ Աղջիկս։ Ինչպես անցավ։ Դեմքիցդ երում է, որ լավ է անցել։ Անահիտն ամբողջ ուժով գրկեց մորը, չկարողանալով զսպել ուրախության արցունքները։
Մայրիկ, ստացվեց։ Ես ստացա աշխատանքը։ Վարդուհին նրան էլ ավելի ամուր սեղմեց իրեն, երկուսն էլ հենց այդտեղ, շքեղ ընդունարանի մեջտեղում, լաց եղան, առանց անհանգստանալու, թե ով կարող է իրենց տեսնել։ Ես գիտեի, շշնջաց Վարդուհին արցունքների միջից։ Գիտեի, որ եթե քեզ արդար հնարավորություն տան, դու ցույց կտաս, թե ինչի ես ընդունակ։ Տուն գնալու ճանապարհին Անահիտը մորը պատմեց այն ամենը, ինչ տեղի էր ունեցել, փորձությունը, Մարիամի դավաճանությունը, տեսախցիկների բացահայտումը, վերջապես աշխատանքի առաջարկը։ Վարդուհին լուր լսում էր ամեն ինչ, մերթ վրդովմունքից, մերթ հպարտությունից գլուխը տարուբերելով։ Գիտես, թե ինչն է ինձ ամենից շատ հպարտացնում, ասաց Վարդուհին, երբ Անահիտն ավարտեց պատմությունը։ Այն չէ, որ դու աշխատանքը ստացար։ Այն է, որ դու հավատարիմ մնացիր այն արժեքներին, որոնք ես փորձել եմ քեզ սովորեցնել, նույնիսկ այդպիսի դժվար իրավիճակում։ Ես լավագույն ուսուցչից եմ սովորել, պատասխանեց Անահիտը, ժպտալով։ Այդ երեկո մայր դուստր նստեցին փոքրիկ խոհանոցի սեղանի շուրջ ընթրելու, բայց մթնոլորտն ամբողջությամբ փոխված էր։ Այլևս չկար անհանգստություն անորոշ ապագայի, վճարվելիք հաշիվների կամ այն հնարավորությունների մասին, որոնք գուցե երբեք չգային։ Մայրիկ, ասաց Անահիտը, մինչ օգնում էր լվանալ ամանները, վաղվանից ես կսկսեմ մեզ համար ավելի մեծ բնակարան փնտրել։ Իմ նոր աշխատավարձով մենք կարող ենք ավելի լավ ապրել։ Վարդուհին չորացրեց ձեռքերը, սրբիչով նայեց դստերը։ Անահիտ, ուզում եմ, որ մի շատ կարևոր բան հասկանաս։ Այո, մենք հիմա ավելի հարմարավետ կյանք կունենանք։ Այո, դու կունենաս հնարավորություններ, որոնք ես երբեք չեմ կարողացել քեզ տալ։ Բայց երբեք չմոռանաս, թե որտեղից ենք մենք գալիս։ Ինչ նկատի ունես։ Նկատի ունեմ, որ հարստությունը չի փոխում նկարագիրը, այն բացահայտում է այն։ Դու հնարավորություն ունեցար ցույց տալու, թե ով ես դու, երբ կորցնելու ոչինչ չունեիր։ Հիմա դու պետք է ցույց տաս, թե ով ես դու, երբ ամեն ինչ ունես շահելու։ Անահիտը գլխով արեց, հասկանալով մոր խոսքերի հետում թաքնված իմաստությունը։ Եվ միշտ հիշիր։ Քո պատմությունը մի աղքատ աղջկա մասին չէ, ով աշխատանք գտավ։ Այն մի անբասիր երիտասարդի մասին է, ում իսկական արժեքը ճանաչվեց։ Հաջորդ երկուշաբթի Անահիտն արթնացավ սովորականից շուտ, թե նրա առաջին աշխատանքային օրը սկսվում էր միայն ժամը 8-ին։ Անհանգստությունն ու սպասումը ստիպել էին, որ վատ քնի, բայց դա լավ անկնություն էր, լի հույսով վճռականությամբ։ Նա խնամքով լողացավ, հագավ իր նոր հագուստը, իր առաջին պրոֆեսիոնալ հագուստը, որը գնել էր աշխատավարձի կանխավճարով, որը Վիկտորը պնդել էր տալ։ Դա զուսպ, բայց նրբագեղ մի հավաքածու էր, որը կատարելապես համապատասխանում էր իր անհատականությանը։ Բայց նա իր հետ վերցրեց նույն ձեռագործ պայուսակը, որը Վարդուհին տարիներ առաջ էր պատրաստել, որովհետև որոշ բաներ ունեին զգացմունքային արժեք, որը ոչ մի գումար չէր կարող գնել։ Վարդուհին նույնպես վաղ էր արթնացել, դստեր առաջին օրվա համար հատուկ նախաճաշ պատրաստելու համար։ Մինչ նրանք միասին նախաճաշում էին, խոսեցին սպասվող պատասխանատվությունների մասին։ Միշտ հիշիր, թե ով ես դու, կապ չունի, թե որքան բարձր կհասնես կյանքում, ասաց Վարդուհին, հացին կարագ քսելով։ Հաջողությունը կարող է շատ բաներ փոխել մեր շուրջը, բայց այն չպետք է փոխի մեր էությունը։ Գիտեմ, մայրիկ։ Եվ այս ամենը հնարավոր դարձավ միայն քո աջակցության քաջության շնորհիվ։ Դեպի ընկերություն գնալիս Անահիտը մտածում էր այն փոփոխությունների մասին, որոնք տեղի էին ունենում։ Դրանք միայն ֆինանսական չէին, թե դրանք էլ էական էին։ Դրանք հեռանկարի, հնարավորությունների ապագայի փոփոխություններ էին։ Իր կյանքում առաջին անգամ նա կարող էր երազել բարձրագույն կրթության մասին, առանց ծախսերի մասին մտահոգվելու։ Անցնելով վիթխարի շենքի ընդունարանով, նա հարգանքով բարեց բոլոր աշխատակիցներին, ներառյալ նրանց, ովքեր մաքրությամբ էին զբաղվում, որովհետև գիտեր, որ ցանկացած ազնիվ աշխատանք հարգանքի է արժանի։ Ոմանք նրան ճանաչեցին որպես վարդուհու, դուստր ողջունեցին անկեղծ ժպիտներով։ Վերելակում նա հանդիպեց որոշ ղեկավարների վարչական աշխատակիցների։ Նա զուսպ ներկայացավ, երբ անհրաժեշտ էր, միշտ պահպանելով հարգալից, բայց վստահ կեցվածքը, որը Վարդուհին էր իրեն սովորեցրել։ Եվ երբ հասավ գործադիր հարկ, նրան դիմավորեց Վիկտորը, անկեղծ ժպիտով, որը լուսավորում էր ողջ միջավայրը։ Բարի գալուստ պաշտոնապես, Անահիտ։ Պատրաստ ես սկսել աշխարհը փոխելը։ Ավելի քան պատրաստ եմ, պարոն Սահակյան։ Անհամբերությամբ սպասում եմ սովորելուն, իմ ներդրումն ունենալուն։ Վիկտորը նրան ուղեկցեց դեպի իր գրասենյակին կից մի փոքրիկ սենյակ, որը լինելու էր նրա աշխատանքային տարածքը։
Այն համեստ էր, բայց լավ կահավորված, սեղանով, համակարգչով, հեռախոսով, քաղաքի մասնակի տեսարանով։ Սա կլինի քո գործողությունների կենտրոնը, բացատրեց նա։ Լիլիթը պատրաստել է վերապատրաստման ժամանակացույցը հաջորդ շաբաթների համար։ Դու կսովորես մեր համակարգերը, գործընթացները աստիճանաբար կստանձնես ավելի մեծ պատասխանատվություններ։ Հաջորդող օրերի ընթացքում Անահիտը ցույց տվեց նույն նվիրվածությունը, որը միշտ ցուցաբերել էր ուսման մեջ։ Նա շուտ էր գալիս, մնում էր ուշ, երբ անհրաժեշտ էր, խելացի հարցեր էր տալիս, տեղեկատվությունը ներծծում էր սպունգի պես։ Մյուս աշխատակիցներն արագ նկատեցին նրա բանիմացությունն ու նկարագիրը։ Նա բոլորին հավասար հարգանքով էր վերաբերվում, սկսած ավագ ղեկավարներից մինչ մաքրության աշխատակիցները։ Մայրը նրան սովորեցրել էր, որ պրոֆեսիոնալ աստիճանակարգը չի նշանակում մարդկային աստիճանակարգ։ Մի քանի շաբաթ անց, սուրճի ընդմիջման ժամանակ, Անահիտը միջանցքում հանդիպեց Վիկտորին։ «Ինչպե՞ս ես հարմարվում», հարցրեց նա։ «Ավելի լավ, քան պատկերացնում էի։ Ամեն օր մի նոր բան սովորելու հնարավորությունը»։ «Իսկ ինչպե՞ս է Վարդուհին»։ «Հուսով եմ, նա հպարտ է։ Նա շողում է։ Երբեմն տեսնում եմ, թե ինչպես է նա ինձ նայում, երբ տուն եմ գալիս, ասես չի հավատում, որ այս ամենն իրական է»։ Վիկտորը ժպտաց։ «Գիտես, Անահիտ, վերջին շաբաթների ընթացքում հետելով քո աշխատանքին, ես հաստատում եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել։ Դու ոչ միայն նկարագիր ունես, այլ ունակություն, ոգեշնչելու ուրիշներին լինել ավելի լավը»։ Այդ ժամանակ Անահիտը լիովին հասկացավ, թե ինչ էր տեղի ունեցել հարցազրույցի այդ օրը։ Դա պարզապես աշխատանք գտնելու մասին չէր։ Դա ինքն իրեն ապացուցելու մասին էր, որ այն արժեքները, որոնք Վարդուհին իրեն սովորեցրել էր, ուժ ունեն իրական աշխարհում։ Ամիսներ անց, երբ նա արդեն ամբողջությամբ հարմարվել էր կորպորատիվ առօրյային, սկսել էր կառավարման ֆակուլտետի երեկոյան դասերը, Անահիտը երբեմն մտածում էր Մարիամի մասին։ Ոչ թե բարկությամբ կամ վրեժխնդրությամբ, այլ հասուն գիտակցությամբ, որ յուրաքանչյուր մարդ բախվում է իր սեփական ներքին պայքարներին։ Մի կեսօր, երբ նա որոշ փաստաթղթեր էր դասավորում, Վիկտորը նրան կանչեց իր գրասենյակ։ «Քեզ համար մի առաջարկ ունեմ», ասաց նա։ «Ինչ կասես, օգնես մշակել մի կրթաթոշակային ծրագիր անապահով ընտանիքների երիտասարդների համար։ Քո փորձը կարող է շատ արժեքավոր լինել»։ Դա հենց այնպիսի հնարավորություն էր, որի մասին Անահիտը միշտ երազել էր, հնարավորություն դռներ բացելու իր նման այլ մարդկանց համար։ Դա մեծ պատիվ կլիներ, պարոն Սահակյան։ Եվ այսպես, պատմությունը, որը սկսվել էր սպասասրահում նստած մի անհանգիստ երիտասարդ աղջկա հետ, վերածվեց աճի, հնարավորության նպատակի մի ճանապարհորդության։ Անահիտը ոչ միայն փոխել էր իր սեփական կյանքը, այլ պատրաստվում էր օգնել փոխելու ուրիշների կյանքը։ Այդ գիշեր, երբ նա տուն հասավ, տեսավ Վարդուհուն, որն ընթրիք էր պատրաստում, ինչպես միշտ։ Բայց հիմա միջավայրում ինչ-որ այլ բան կար, լիարժեքության զգացում, հասած նպատակներ, նոր հորիզոններ։ «Ինչպես անցավ օրդ», հարցրեց Վարդուհին, «ինչպես անում էր ամեն գիշեր»։ «Առանձնահատուկ», պատասխանեց Անահիտը, գրկելով մորը։ «Այստեղ ամեն օրն առանձնահատուկ է»։ Եվ այսպես նրանց կյանքում հաստատվեց մի նոր առօրյա։ Վարդուհին շարունակում էր աշխատել ընկերությունում, բայց հիմա նրա քայլերում թեթություն կար, իմանալով, որ կարողացել էր դստերը տալ այն հնարավորությունը, որի մասին միշտ երազել էր։ Անահիտը պրոֆեսիոնալ առումով աճում էր ամեն օր, բայց երբեք չէր մոռանում խոնարհության նկարագրի այն դասերը, որոնք իրեն բերել էին այդտեղ։ Տարիներ անց, երբ Անահիտն արդեն ղեկավար պաշտոն էր զբաղեցնում ընկերությունում, գերազանցությամբ ավարտել էր համալսարանը, նա հաճախ էր պատմում իր պատմությունը նմանատիպ դժվարությունների բախվող երիտասարդներին։ Եվ նա միշտ ավարտում էր նույն նախադասությամբ, որը Վարդուհին էր իրեն սովորեցրել. «Արտաքինը կարող է խաբուսիկ լինել, բայց նկարագիրը այն երբեք չի կարող թաքնվել։ Որովհետև, ի վերջո, իսկական հարստությունը ոչ թե մեր ունեցվածքի մեջ է, այլ նրա մեջ, թե ում ենք մենք ընտրում լինել։ Եվ այդ ընտրությունը, ինչպես Անահիտը սովորեց, կարող է փոխել ոչ միայն մեր սեփական ճակատագիրը, այլ շատ այլ մարդկանց ճակատագրերը ճանապարհին»։ Պատմության ավարտ, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անահիտի Վարդուհու պատմությունը խորապես դիպավ ձեր սրտերին։ Այս պատմությունը մեզ հիշեցնում է, որ մարդու իսկական արժեքը նրա նկարագրի մեջ է, ոչ թե ունեցվածքի։ Արժանապատվության, ազնվության, համառության մասին պատմություններն ուսումնասիրելու համար կարող եք գտնել մեր հատուկ փլեյլիստը հենց այստեղ կողքին։ Եթե այս պատմությունը ձեզ ոգեշնչեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին հավանել տեսանյութը։
Կիսվեք մեկնաբանություններում ձեր սեփական մտքերով ազնվության կյանքի հնարավորությունների մասին։ Մենք սիրով կարդում ենք ձեր փորձառությունները։ Ամեն օր մենք ներկայացնում ենք եզակի պատմություններ, որոնք փառաբանում են մարդկային ամենախորը արժեքները։ Բաց մի թողեք մեր հաջորդ թողարկումները։ Կհանդիպենք շուտով։